Նյուանսներ ունի։ Նա եկեք հələ ժողովուրդ, խնդիրները լուծենք, ես նորից կանդրադառնամ մեր բոլոր հարցերը։ Տնային խնդիրներից մի քանիսը, հա, մի քանիսը, որոնք որ հիմնականում հարցեր ա եղել, տիկ քանը 4-ներ, թե էլի կար։ Մեկը բանը վերջինը։ Հա, Վալորջան քոնը որոնք էր։ Հա։ Պարսկոպ, այս խնդիրը չեմ կրնի, թե չէ իմաստը գիտեմ ինքը։ Ես Կհասկանանք մեր վերջին ոնց անենք էլի, հա? Հատուկ բանը մտածել։ Հա, գիտեմ, պատկերացնում եմ։ Փորձ չան էլի։ Փորձ եմ տանք մտածես։ Այս ավելի ուժ մտածելու բան ունես, կյանքին լավ հաղթահարել է։ Կորսից դուրս գալը։ Նախից արդեն համարելություն եկի, հարաճկա մի ամիսը հաստատ չեմ։ Հա, շատ լավ։ Սերը որ կպկպն չեմ ուզում։ Okay, ժողովուրդ, ուրեմն տեսեք ինչ ենք անում։ Ուրեմն նատ ֆունկցիա պետք է սարքենք, ով որ ասում է եղբայր, դու ինձի տուր մի հատ զանգված, ես քեզ ասեմ մեջը կրկնվող բան կա թե չկա։ Հա? Օբյեկտիվ մակարդակով։ Տես, ինքը ինչի մակարդակով։ Վերադարձող դիտա օբյեկտ։ Վայ, էսի ուրիշ բան է, մի վարքան, ստուգում է արդյոք զանգվածը պարունակում է կրկնվող տարբեր։ Չորրորդ օբյեկտի մակարդակով ասում ես։ Ես դու ասում օբյեկտներ օգտագործելով։ Հա դե բայ ոնց որ այս բանի զանգվածի միջի եղածը K-ն են, որ K-ը լիճ կրկնում։ Եկեք երկու տարբերակով լուծեմ, այս է 4-րդը։ Ուրեմն տեսեք, ես գրեմ մի հատ ընդհանուր խնդրի բանը բացատրեմ, պրինցիպով ու սկսենք մտածել ոնց լուծենք։ Ուրեմն function has duplicate։ Ահա։ Չէ՞։ Հա։ Ուրեմն այս մեր ֆունկցիան պետք է սպասի ժողովրդյան դրսից զանգված ալոր եմ դնում անում։ Իրա իմաստը որն է, որ ես այս ֆունկցիան կանչեմ ժողովրդյան, հա, այս ֆունկցիան կանչեմ զանգվածը տամ, օրինակ զանգվածում կարող լինեն 1, 2, 3, 4, 5, 6, փաստացի ժողովուրդ, այս ֆունկցիան, այս դեպքում պետք է ասի true։ Ինչի true, որտեվ 2 հատ 2 կա մեջը, չէ՞։ Այսինքն ինքը ասում է կրկնվող բան կա կամ չկա։ Okay։ Այս մի պարագա եմ ժողովրդյան, եթե տեսեք իմ այստեղ կրկնվող բաներ չկա, այս ֆունկցիան պետք է ինձ պատասխանի, որ false, այսինքն չկա կրկնվող տարեր մեջը, հա։ Կա, մեկը։ Չէ, մի հատի կա։ Էլ չկա մեկը։ Հա, որ իրա հենց ես գիտեմ։ Հա, չէ, տես նույն ֆունկցիան մի քանի անգամ եմ կանչում ուղղակի տարբեր արժեքներով, էլի որ ստուգենք։ Okay։ Դա Okay, եկեք ես առաջի կանչողը թողենք կրկնվողով։ Ուրեմն ժողովուրդ, երկու հատ լուծում ունի իրականում։ Մեկը կարանք լուծենք զանգվածի միջոցով, մյուսը կարանք լուծենք օբյեկտ։ Եկեք առաջինը լուծեմ զանգվածի եղանակով, երկրորդը կլուծեմ օբյեկտի տարբերակով։ Okay։ Նայեք։ Այն որ անում ենք 3-րդ, բայց -1-ով ցանկացել։ Չէ, հա։ Մի հատ փոփոխական զանգված պահենք դատարկ, հետո բան անենք հա, ինդեքսներով ֆորֆրան։ Նայեք ոնց եմ ես ոնց եմ պատկերացնում, հա, ոնց կարող ես լուծել։ Ամեն զանգված չի երկու հատ վեդրո, մի հատը լիքը վեդրո է, մի հատ դատարկ վեդրո, ճիշտ է, դատարկ զանգված։ Ջան։ Ուրեմն մեջից մի հատ բան եմ վերցնում, ենթադրենք 1, տնեմ ըստեղ։ Հա։ Երկրորդ անգամ որ թիվ վերցնեմ ըստեղից, վերել եմ տնեմ հոյ վեդրոյի մեջ արդեն չկա։ Եթե այդ վեդրոյի մեջ արդեն ես վեկալացիցս կա, всё։ Fork ֆրանգի երով, ունդեղ կա բան կանենք, կասենք, եթե իրա երրորդը
S-ին կա ընդեղ, ուրեմն պետք է միանգամից թրու վերադարձ։ Պետք է իրա գործը որտեղ առաջինը որ ես փոշանել, հենց 0-երորդը։ Դատարկ զանգվածով եմ սկսել ես։ Հա, դատարկ զանգվածի մեջ առաջի անգամ փոշ ես անում։ Առաջի էլեմենտը։ Հենց առաջին։ Հա, ես առաջին, երկրորդ, երրորդ իմ համար չկա։ Կա զանգված թվեր, okay, այսինքն մի առանձնացրու ստեղ առաջինը կամ երկրորդը։ Հիմա դու դատարկ զանգված ես, ֆունկցիայի ներսում կպայք թե դրսում։ Իհարկե ներսում, ասեմ ինչի Վիկտորիա ջան, որտեվ ինքը այդ նույն գործը ամեն անգամ անելու է։ Կոպիտ եմ ասում, նայ, որ օրինակ տան մակրող կանչես, իրանք կոպիտ եմ ասում, իրանք ծառայություն են մատուցում, ամեն անգամ չեն կարող, օրինակ եմ ասում, էլի կեղտոտ ուրիշի տան տարապկեքը բերեն ձեր տուն։ Հա, դες ինքը պետք է ամեն անգամ իր մաքուր դույլերով, մաքուր շորերով գա։ Հա։ Ֆունկցիան, որպեսզի ամեն անգամ 0-ից ու մաքուր edge-ից սկսի, sense ասած, ես պետք է այդ փոփոխականները իր ներսում պահեմ։ Հա։ Թե չէ նա, եթե դու դուրսը դնես, մեջը բան գցես Վիկտորիա ջան, հաջորդ անգամ որ նույն ֆունկցիան կանչես, ինքը կգնա կեղտոտ արդեն օգտագործած Vedro-ի մեջ կնայի։ Հա։ Պատկերացրու, չեմ ասում, դա է իմաստը, որ մենք օրինակ այդպես բաներ է, որը որ ինձ այդ ֆունկցիայի համար է պետք, հա։ Բացի այդ եկեք sense նայենք հարցին։ Եթե դա աշխատանքի համար քո գործիքները քեզի այդ պահին պետք է, դու ինչ ես դուրսը պահում։ Հա, կոպիտ եմ ասում, ես իմ աշխատանքային օրը քո դուրսը չեմ դնում։ Սենյակում եմ պահում, այնտեղ որտեղ աշխատում եմ, չէ՞։ Okay։ Բայց եթե գլոբալ մակարդակով գտներ, այսինքն կոնկրետ ոչ թե մենակ այս ֆունկցիայի համար պետք լիներ, այլ ինքը ընդհանուր օրինակ Եթե այդպես դեպք ունենանք, որ իրոք ունես փոփոխականա, որ մի քանի տեղից մեջը պետք է նայ, ոնց որ եթե պետք է լինի, որ մի քանի ֆունկցիա տեղ բան ավելացնի, տարբեր ֆունկցիաներ նույն տեղը բան ավելացնի։ Այդ դեպքում ես կգնամ այդ դրան։ Այդ նույնն է, որ դեպքում իրար մեջ ֆունկցիաները չկգրի, առանձին ֆունկցիաներ կգրի։ Առանձին լրիվ ֆունկցիաներ կգրեմ, ապրես այդ գլոբալ փոփոխականը դուրսը կպահեմ, հա, okay։ Ժողովուրդ ջան, տեսեք, կոնստանտ գրում եմ empty։ Նա դատարկ զանգված է, հա։ Սովորական for of from, չէ՞։ Okay։ Ինչ սա։ Չէ, Պետք։ Let item of array, չէ՞, array-ը։ Բա ինդեքսներով չէ՞։ Ինդեքսը զուտ պետք չի, ինձ դրա համար եմ for of-ը բանը։ Այս մի լուծման դեպքում։ Ինչ, այդ այն սովոր պետք չի։ Item-ով ժողովուրդ ջան, միանշանակ մեր թվերն են հերթով, ճիշտ է։ Կոնսոլոգը մինչև չկախեմ ես կորզանով չէ։ Մի առաջի հենց push արած ցանկացնի չէ։ Ստուգելու եմ նոր push ան։ Ես թո անկապ push չեմ անում։ Ամի այն վերջինը գցած է օբյեկտի մեջ է այդ իմաստով։ Դեմից բան չկա, համեմատումը գցում է։ Հետո գալի առաջինը համարյա այդ նույն միտքը։ Այդ տագից այդ է։ Համարյա միտքը այդ է, հա։ Ահա, բանստր չի բացում, գիտեք, բանը։ Ստեղ չի գտնում։ Ես սպալը։ Որ բացեմ։ Բայց չէ, իհարկե։ Մենք ես եմ բաց։ Մնացածին ինքն աշխատած, չէ՞։ Բայց կպցրեցիք ընդդեմ։ Էլ կոնսոլը բաց, տեսնենք թվերը եթե կա, ուրեմն հա, կպցրել ենք։ Էլեմենտը հավասար չի։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք, էլեմենտներս հերթով տպեցի։ Ամի նայ, Վալեր ջան։ Եթե item-ը հավասար չի։ Եթե այս empty զանգվածը չի պարունակում։ Հեսա չի բառը կգրենք։ Այդ։ Ինչ եմ ստուգում, ժողովուրդ ջան, պետք է նայես ամեն անգամ, երբ որ ես մի հատ թիվ եմ վերցնում, ես պետք է նայեմ, հո այս զանգվածում չկա։ Չէ՞։ Ահա։ Եթե այս զանգվածում, ավելի շուտ եկեք sense անեմ, եկեք sense նայենք։ Եթե այս զանգվածի մեջ մի հատ թիվ եմ բերում, որ գցեմ empty-ի մեջ, ժողովուրդ, մի հատ նայում եմ, գնում եմ տենում եմ ասում եմ empty ջան, դու արդյոք պարունակում ես sense թիվ։ Ասում եմ հա։ Ասում եմ բռնվար շակալ, դե որ հա, ուրեմն return true։ Չէ, բայց չտենց արցիկ, ավելի լավ է, որ չպարունակեք։ Չէ, մեր խնդիրն է ստիպում, որ մենք այդպես անենք, հա, որտեվ sense որ դա գալիս է ինչից է։ Այնի ոչինչ, CSS ֆայլը ինձ թվում է թրը դենա։ Չէ, okay, նորմալ։ Նայեք, ժողովուրդ, քանի որ խնդիրը ասում է ուղղակի ֆունկցիան թող պատասխանի հա կամ չէ։ Եթե մեզի հա կամ չէ, ապետ ժողովուրդ, ես հենց մի հատ կրկնություն կթատիկ, ես պետք է արդեն վերադարձնեմ, որ true կամ false։
Okay, հիմա ինչա կատարվում այստեղ։ Հակառակ դեպքում է, չէ, ես պետք է empty-ի մեջ push անեմ։ Այսինքն նայ, Գուրգեն ջան, ես sense եմ նայում հարցին։ Ասում եմ ախպեր, եթե զանգվածում այս դատարկ vedro-ի մեջ ինչ էի անում։ Հերթով սկսեցի ես մեծ vedro-ից, ժողովուրդ ջան, ինչ արեցի։ Մի հատ փոջոր դատարկ vedro վերցրեցի ու սկսեցի հերթով այն մեծ vedro-ի թվերը վերցնել։ Չէ՞։ For-ի միջոցով։ Վերցրեցի ամեն թիվը, եկա նայեցի, կարող է այս դատարկ vedro-ից մեջ դրանից կա թե չէ, Տիկ ջան, եթե դու այդ թիվ ես վերցրել մի հատ հենց հիմա ձեռդ թիվ կա, դու գնում ես կեղտոտ այդ թազա vedro-ի մեջ, նայում ես տենում ես արդեն դրանից կա, всё։ Ուր շարունակես, էլ գցել ես։ Չէ՞։ Գուրգեն ջան, return-ը լրիվ ֆունկցիան կանգնացնելու է, ճիշտ է։ True-ն ուղարկելու, այլ ոչ մի բան չշարունակի, Տիկ։ Վիկտորիա ջան, հակառակ դեպքում ես եթե տենում եմ այդ vedro-ի մեջ այտենց թիվ հլ չկա, հլ գցում եմ մեջ։ Հա? Գցում եմ մեջը։ Այ թվում։ Okay։ Նայեք ինչա կատարում, ժողովուրդ ջան։ Առաջինի դեպքում եկեք հենց մոտավոր մենք մեր համար պատկերացնենք ինչ ոնց է աշխատում։ Այս այդ դատարկ զանգվածն։ Հա? Գալիս է մեկ թիվը վերցնում է։ Մեկ թիվը վերցնում է, գալիս ասում է այս զանգվածի մեջ կա այդ մեկ թիվը։ Ասում է դե ախպեր, դատարկ կա, նախ բան չկա մեջը։ Ասում է դե ուրեմն push արա մեջը։ Գցում է մեկը ստեղ, ժողովուրդ։ Համեմատում է հետո այդ մեկը երկուսի հետ։ Ինքը մեկը չէ։ Գալիս է երկրորդն է վերցնում, երկու թիվն է վերցնում։ Գալիս է նայում ասում է երկու թիվ կա այս զանգվածի մեջ, չէ՞։ Ստուգում է, երկու թիվ կա զանգվածի մեջ։ Ասում է չկա։ Ասում է դե ուրեմն էս էլ push արա։ Գնում է else-ը։ Մի հատ էլ է գալի թիվ վերցնում, ժողովուրդ։ Էլի գալիս է նայում է, տենում է այս vedro-ի մեջ ասում է կա։ Ասում է դե որտե գցանք էլի ինչ է պետք է։ Return արա, թռը պատճենենք եթանք տներով։ Էսի Տիկ ջան, զանգվածով տարբերակ։ Մոտավորապես ասենց լուծում ստանալու ենք օբյեկտների դեպքում, բայց ասեմ օբյեկտներով ինչու է լավ, հաջող։ Օբյեկտները բանը k-եր ունեն ու k-ի K-ը կլինի քո թիվը այս դեպքում։ Հա, ֆունկցիան էլ կլինի դեպքը կլինի Value-ն ինչ ուզում կդնեմ։ Value-ն այս դեպքում կարևոր չի օբյեկտների դեպքում։ Էսի դեպքը ելնելու է այն, որ այս արագի ուշը զանգված push-ի տեղը պետք է գերենք օբյեկտի անուն քառակուսի բանից k-ը հավասար է ինչ որ մի հատ արժեք, вообще կապ։ Հա։ Որ դուք ասում եք բանով անենք զանգված օբյեկտ, հա։ Որ ասում եք օբյեկտով անենք, օբյեկտի մեջ չենք դնելու արդեն ֆունկցիան։ Եմ մի հատ բացատրում Չէ, նայ, օբյեկտի մեջ հիմա նայ, չէ, էդի այն անանուն ֆունկցիաները չի, չէ, էդի չի։ Որ չէ, օբյեկտ նկատի ունեմ, մի զանգվածի մեջ եմ, չէ, գցում ամեն անգամ։ Եթե այդ նկատի չունեք, ուրեմն այս դեպքում էլ մեր value-ները կարող են փոփոխվել։ K-ը նույնն է մնա, value-ները փոփոխվում։ Չէ, նայ, K-ը գիտեք ինչ պետք է անեմ, նայ, հիմա եկեք մի հատ օբյեկտով բացատրեմ, որ պատկերացնեմ։ Value չի դառնալու այդ թվերը։ Ջան։ Value չի դառնալու թվերը։ K-երն է ինձ Բայց K-ը անունը չի նելու։ Հա։ Բա ոնց է որ մեջինը պետքա փոխվի այդ դեպքում ոնց է դու ոնց է դες K-ի հետաքրքիր։ Նկա ինքը K-ի անունն է ունենալու։ Նայ, այն օբյեկտին հեսա բացատրեմ ինչ եմ օբյեկտով ոնց ենք պատկերացնում, հետո նա մտածենք ոնց լուծենք։ Okay։ Հիմա տես զանգվածի մեջ է, չէ՞ ամեն անգամ push անում դիք։ Հիմա գալիս է այս մարդը, Վալուս ջան, ամեն անգամ գրում է մեկ թիվը օբյեկտում, որպես K, չէ՞ Վիկտորիա ջան։ K չի էսի։ Հա։ Այ եկեք sense գրում։ Ահա, մի վարքան կներեք։ Constant empty obj-ն, հա։ Obj-ն։ Հավասար է օբյեկտ։ Ահա։ Ժողովուրդ ջան, ասում եմ 1 բանից օրինակ հավա ինչ որ մի բան, կարամ դատարկ չակերտ է դնեմ։ Իր արժեքը ինձ պետք չի։ Գիտեք ինձ ինչա պետք։ Ես հասկանամ այտենց K արդեն կար օբյեկտի մեջ թե չէ։ Մեկը չի։ Վալեր ջան, որտեվ երկու թվի համար դու սարքելու ես այստեղ, չէ՞։ Էլի դատարկ արժեքով։ Մի հատ էլ է որ երկու թիվը գալի, Վիկտորիա ջան, ես գալիս եմ տենում եմ, ասում եմ, բայց երկու արդեն ունեմ օբյեկտից մեջ։ Հա? Ասում եմ երկու արդեն օբյեկտից մեջ։ Լրիվ նույն պրինցիպն է հետո գում, պրոստը այստեղ հարցը արդեն որպես զանգվածի մեջ, բայց value-ն էլ նույնը կարամ դնեմ, Վիկտորիա ջան։ Այսինքն կարամ դնեմ 1-ը 1, հա, ասենց ինչ որ։ Value-ն որտեվ կարևոր չի։ Գիտես օբյեկտի հարմարությունը ինչով-ն է։ Ուրեմն գիտեի դուք մի K եք դնելու։ Չէ, ինչքան թիվ ունեմ, այդքան K-ի պետք է ունենա, հա։ Զուտ այնա, բանը որ երկրորդ անգամ որ երկու թիվը գալիս է, գալու եմ տենամ անել, այդ օբյեկտի մեջ արդեն երկու K-ով բան կա արդեն, արժեք կա մեջ, հա, ասենք ու ախպեր։ Ոնց որ արեցի զանգվածներով լուծման ժամանակ։ Բայց ժողովուրդ ջան, տարբերությունը ասեմ որ օբյեկտի մեջ ստուգել
հետևյալ k-ը գոյություն ունի թե չունի, դա շատ ու շատ ավելի կարճ ու հասարակ process է Տիկ ջան JavaScript-ի համար, քան Վալեր ջան դնի ամեն անգամ իսկ ընդեղ ինքը ամեն անգամ գալու է հատ-առհատ ստուգի, շատ ճիշտ ես։ Հետի ամեն անգամ գալու է հատ-առհատ ստուգի։ Ինքնուց է։ Տեսականորեն հեշտ է մտածելը, բայց ոնց է գործնական։ Նայ, շատ հեշտ է, հա, շատ հեշտ է։ Նայեք, ուրեմն ինչ ենք անում։ Գալիս ենք, Ժողովուրդ ջան, գրում եմ էսի empty ու երկեք օբյեկտ տնեմ պրոստը։ Չէ՞։ Նրանց ինքնուց տեղ դնում ես Ինքս ասում եմ եթե employee get item-ը չի իմ k-ը։ Հա, Ժողովուրդ ջան, item-ն է, չէ՞ իմ k-ը։ Դի կարող ես փակից Item in empty։ Ժողովուրդ չեն կարող փակից փակից։ Նայեք։ Այդ ինը ինչն է։ Եկեք ցույց տամ։ Ինը կատեսկետի չկա k։ Չեմ ասել ձեզ ինի մասով, օքեյ, լավ, եկեք։ Ասել, Ջան։ Ես հիշում եմ կամ է Ամեն դեպքում, հա, եկեք։ կատեսկետի չկա k։ Այո, օրինակի համար, Ժողովուրդ, ես ունեմ հիմա, եկեք։ In ներսում է նշանակում արդեն։ For-ը ինչ էր անում։ Հա, Օբյեկտ for-ը օբյեկտի մեջ for էր խորը։ Նույն in-ը, հենց in բառը։ Ելնումա ինքը պրոստը ասում է հա կամ չէ, Վալեր ջան։ Հա, եկեք մի հատ ստուգենք, կոնստանտ բն հավասար ինչ որ օբյեկտ, օբյեկտի մեջ եթե ունենամ ինչ որ AK, Ժողովուրդ ջան, 3, կամ ինչ որ k ունենամ, օրինակ 4, հա, 4-ը, չգիտեմ, ինչ որ արժեք, հա, օրինակի համար։ Ժողովուրդ, ասել եմ օրինակ A կա արդյոք B օբյեկտում։ Հա? Հարց եմ տալիս իրան։ Ասում եմ A կա B-ի մեջ կամ 4 կա B-ի մեջ, հա? Ապրես, բայց եթե այստեղ օրինակ ներքևից մի հատ է կոնսոլ գրեմ ու դնեմ օրինակի համար, չգիտեմ, ինչ-որ sense հավայի բան, որը որ չկա, կտա false, հա? Այսինքն հիմա ես ամեն անգամ Ժողովուրդ ջան գալիս եմ։ Տեսեք, ես ինչ արեցի։ Հավայի ընդ push-ում թող։ Լավ, օքեյ, նայեք։ Ամեն անգամ գալիս եմ ասում եմ այդ k-ից, հա, այդ թվից, որպես k օբյեկտի մեջ կա, թե չկա, Վալեր ջան։ Ասում է true կամ false, չէ՞ Վիկտորիա։ Ահա։ Հիմա բայց մի հատ բան ասեմ, որ ֆունկցիաները ինչ դնում, տակով ֆունկցիաների կանչում, այդ ֆունկցիայի մեջ ենք, չէ՞, մեզ պետք է կողմի ինֆորմացիան գրում։ Ինչ ենք անում հատնորից։ Այս ներքևի հիմա ֆունկցիա ենք գրել, որի միջոցով ինչ-որ հարց ենք օրինակ որ ֆունկցիա ներքևը կանչում էինք, այդ կանչածի փակագծերի մեջ է, չէ՞ մեր ուզած հարցը։ Պարամետր։ Արժեքները փոխանցում, հա, իհարկե։ Նայ, էսի ես պրոստը մի անգամից զանգվածը մեջը գրեցի, բայց էսի էսա չէ կանչը։ Հա։ Սա է, չէ, պարամետրը։ Հա։ Գրում եմ կոնստանտ ենթադրենք OB, հա, հավասարը ինչ-որ բան։ Այս OB-ն փոխանցում եմ իրան։ Հա։ Տալիս եմ իրան։ Նա ինքը չգիտի, նայ, Ժողովուրդ ջան, երբ որ դուք զանգվածին բան եք փոխանցում, ֆունկցիայի պարամետր, ինքը չգիտի էդի որտեղից է եկել, որտեղից է իրան, ինքը գիտի մենակ այն, որ իրան այդ ոնց որ գիտեք ինչ լինի, փոքրիկ պատոհան չի կլինի, հա, ոնց որ պատկերացրեք մի հատ բուտկա է թերթի, օրինակ եմ ասում ես մեր ֆունկցիան, որը մի հատ փոքրիկ պատոհան ունի, որտեղից դու կարաս իրան ինչ որ բան տաս ու ինքը ինչ որ բան քեզ այդ արանքից հետ վերադարձ։ Զանգվածը ինքը այդ բուտկի պատոհանից է վերցնում քեզ։ Okay, սա հենց այդ մեր բուտքի միակ մուտքն է։ Անում է ինչ ուզես կարող։ Ինչ ուզես։ Կախված ու գրածդ, եթե գրեցի for-ով եսի ինչ, off-ով գրեցի կամ օբյեկտի համապատասխան բաներ օգտագործի, այդ զանգվածը փոփոխական կդառնա օբյեկտ, եթե զանգվածի համար օգտագործի, այդ փոփոխականը հավասար դու պատդի, այնտեղ եթե զանգված չփոխանցի, ինքը չէ։ Այո։ Անունը կապ չունի, ստեյլը համար հա։ Ինքը ոնց որ անունը կա, բայց այդ ինչ ես հավասարեցնում չկա։ Չկա։ Հիմա տեսեք Ժողովուրդ։ Ինով ստուգեցի տիկ։ Ահա։ Հակառակ դեպքում ինչ եմ անելու։ Այդ այդ push է, չէ՞ անում Վալեր ջան։ Հիմա այդ push-ի տեղը Վիկտորիա ջան կգամ։ Employees խարագուսի փակից item-ը հավասար է Պողոսյան փողոց։ Empty մեր item-ը, չէ՞։ Հավասար է դադար չալի։ Հավասար է ինչևից է, вообще կապ չունի արժեք։ Ինչի կապ չունի արժեքը Վիկտորիա։ Որտեղ մեզ հետաքրքիր է զուտ այդ k-ը կամ թե չէ։ Հա։ Ահա, բայց ես արժեքից չօգտվեցի։ Նայ, item-ը ով էր։ Մեր բանը, զանգվածը։ Զանգվածի տարերը։ Տարերը։ Չէ՞։ Ահա։ 1-ը, 2-ը։ Հա։
Սենց չեն օբյեկտի մեջ case արքում, հավասար ինչ-որ բան, չէ? Եթե K-անը գիտենք, Հենց է դա, ուրեմն դրա համար։ չի քառակուսի քաղաքի, եթե կոնկրետ անունը Եթե կոնկրետ անունը գիտեք ժողովուրդ ջան, օրինակ կարակ օքեյ, գրեք OB, ենթադրենք, չգիտեմ, կետ տեն հավասար է 6-ի, բայց երբ որ փոփոխականներով էինք աշխատում ժողովուրդ ջան օբյեկտների հետ, պետք է քառակուսի փակագծերով անենք, օքեյ։ Հա? Ուրեմն ասեցի դատարկ օբյեկտ ջան, քանի որ դու չկայր հələ իմ օբյեկտում, ստուգել եմ որ չկաս։ Ասում եմ դե հիմա ավելացի մեջ։ Ավելացնում եմ։ Հաջորդ անգամ, տեսեք, էլի այս օրինակով եկեք կոնսոլ լոգ անեմ, պատկերացնեք ինչ է։ Ուրեմն նայեք, դեմից դատարկ է օբյեկտը, Վալուտ ջան։ Եկավ տեսավ մեկը չկա, Վիկտորիա, ասեց դե ուրեմն մեկը ավելացրու այս օբյեկտի մեջ, նայ։ Հետո ասեց ախպեր, 2 թիվ եկավ, Google ջան։ Ավելացնելու պահը որն է։ Էս է, էլսի մեջ ենք, չէ՞ փուշանում, էս է։ Էսի դեպ։ Empty օբյեկտի մեջ ստեղծեցի item անունով Էսա մի քիչ K, բանում, որ էշը վաղտը էսի մեջ փու։ Նու էսի մեջ մի նորմալ բան չես արել, իրեշնի բաց դեպքեր է։ Բացասական բան ես գցում էսի մեջ որ ստուգի ես պրինցիպի։ Բայց էսը չէ, լրիվ կարող է որ հասկանում եմ։ լուրջ լուծում դառնան։ Այնvað չի ջոգում։ Բանը, չէ։ Վերևը գրում ես թրու է տալու։ Դե դեմից գցում ես նոր է ստուգում։ Բայց մի որ ջոգի որ գիտես ինչ կա։ If ստուգի նոր քիչ։ Մի նայեք ժողովուրդ ջան, երկուսը մի անգամ ավելացրեց, Վալեր ջան, երկրորդ անգամ որ եկավ 2 թիվը վերցրեց Վիկտորիա ջան։ Եկավ տեսավ, ասեց կա արդյոք 2 Ինչ է կելի զանգված ստուգում երբ որ օբյեկտ են։ Ջան։ Երբ որ օբյեկտ են պահել են դին, ինչ է կելի զանգվածի վերցնել։ Որտեղ եմ զանգվածի վրա։ Տակ Այս որ գրել եմ item-ի ու այս քառակուսի։ Չներքև է նկատի ունեմ, այդ որ Ես լուծումս եմ օբյեկտի միջոցով տվել։ Ապատակը պետք է օբյեկտ չունենա։ Ինչը։ Տակը պետք է օբյեկտ չունենա։ Նայ, խնդիրը նույնն ամենաց է, ինքը ներքի ես զանգվածով եմ թվերը արդեն տալի։ Ես էլի զանգվածով թվեր եմ տալի իրան։ Պատկերացրու, էլի զանգվածով թվեր եմ տալի, որ ինքը այդ ամեն ինչը պրոստը լուծում է, հա, կոպիտ ասած, քո ձեռի գործիքը ինչով որ պետքա լուծեիր դու այդ խնդիրը, դու կարաս լուծես կամ օբյեկտով, կամ հենց զանգվածով, այն ինչով էլ որ արես։ Զանգվածի վրա զանգվածի համար օբյեկտի տարել ստուգում։ Այդ միշտ կախում է, Նայ։ Նոր հիշում ես, չէ՞, այդ օբյեկտը որ սարքեցինք։ Հա, ուզում ասեմ, չի հենց էլի այդպես օբյեկտով չեք հարցը դնում։ Նայեք, ոնց որ կոպիտած դու զանգվածով հարց եք տալիս, օբյեկտով լուծում եք այդ բախնը կախում։ Դե նայ, ապրես, հիմա կարող անես բարդ խնդիր լինի, Վիկտորիա ջան, որ զանգված տան, ես տանեմ էլ 8 հատ զանգված տակից օգտագործեմ։ Նայ, սենց հարցին նայ, դու ես ինչ-որ ծառայություն եմ կատարում։ Թե ես զանգված կտաս ինձ, թե ինչ կտաս։ Ինչ որ խնդրով եկել ես, որ ես այդ խնդիրը լուծեմ։ Թե ես ոնց եմ կոպիտ եմ ասում, հա, ոնց ես դու այդ խնդիրը լուծում, կապ չունի թե ինչ են քեզի տվել։ Հիմա հեռախոս ես տալիս արկեմ ես, թե ես ուրիշ հեռախոս կօգտագործեմ քո հեռախոս արկելու համար, թե ինչ կինոներ կտամ, որ այդ ինչ գործիքներ կօգտագործեմ, որ հեռախոս արկեմ, իտոգում քո ֆունկցիա կանչողը ինքը ասում է եղբայր, ես գիտեմ մենակ եմ, որ ես քեզ տալու եմ զանգված։ Թվերը։ Թե դու Վիկտորիա ջան, ոնց կտանես լուծումը, ոնց կանես, եթե արդեն դու ես որոշում ֆունկցիայի մեջ։ Հա? Ես գնացի օբյեկտներով, որտեղ օբյեկտներին ավելի օպտիմալ էր աշխատում։ Ամեն անգամ include չէր անում։ Օբյեկտը զուտ ըստեղ մեր համար մի հատ գործիք էր, որ ինֆորմացիան պահի, հիշելու համար եմ արել զուտ։ Որտեղ Վիկտորիա ջան, ես չէի կարա հիշել Vedro-ից մեկը արդեն վեկալել էի թե չէ։ Օբյեկտը զուտ դրա համար է, որ քեզի հիշացնի, որ բրատ դու արդեն մի անգամ մեկ թիվը վեկալել ես։ Դու արդեն մի անգամ մեկը Vedro-ից հանել ես։ Էսի երկրորդ ստարտին, այ դրա համար է ինձ օբյեկտը պետք։ Զոտ notator նայում այս պահի դրությամբ, ուղղակի ուրիշ որոշի բան չի ներկայացնում իրանից օբյեկտը էս լուծում։ Ուղղակի ֆես չէր եղել, որ մենք ես չէի տեսել, որ զանգվածի Կապ չունի թե զանգվածը ինչա, տես լուծումը, ինչ լյուբոյ տարբերակով դու պետք է լուծումը տենաս։ Okay։ Հա, էս էլ սենց ժողովուրդ ջան, էլ որն էր։ Հաստատ բարձել ես ժողովուրդ բոլորիդ, հա? Okay, всё, գնացինք։ Ասում եք որը։ Վերջինը։
Էսի բարդ է, ես չեմ ինչ ասում, ֆունկցիա, որը վերադարձնում է օբյեկտի համեմատական տարբերությունը երկու օբյեկտների միջև, օքեյ։ Գրենք ֆունկցիա, վերջում պահանջ մեջ կարող ասում որը վերադարձնում է տարբերությունը երկու օբյեկտների միջև, հաշվի առնելով միայն արժեքները, որոնք միան առաջի օբյեկտի եսի մինչև է, դες մեր բան կա վերջում դրա։ Մի րոպե։ Որոնք գոյություն ունեն առաջի օբյեկտում, բայց բացակայում են երկրորդում։ Մերման որսից կարդան փոխում, մերման չեմ հասկանում ինչ բան։ Հենց սկսում եք լուծել, արդեն ոնց որ գալիս է մտքից ինչ կարելի է։ Որ օրինակով լինի, դա անցածտանի շատ լավ է, օրինակի համար։ Հա, ես անգամ բաներով կդնեմ, օբյեկտներով։ Չէ, որ չդժվարանաք։ Չէ, բան չի, պրոստը ոսկեղենի քարերն որ չլինի մեջը։ Մեր ասեմ, ես աս գրածնի բանալու տևը քեյ։ Դա ես ամիշատ կասեմ, կան բանը։ Գրել ֆունկցիա, որը վերադարձնում է տարբերությունը երկու օբյեկտների միջև։ Այսինքն, ես խնդիրը էս։ Երկու օբյեկտ։ Հա, այսինքն այս դեպքում էլ լինելու է համատություն քերի։ Համանը ճիշտ է։ Վալյուների համար։ Վալյուների, հա, քերի։ Վալյուների։ Այսինքն մենք ստուգենք որ ինքը նոմբերը նորի անցավարությունը մենք վերադարձնենք։ Ջան, վերջի խնդիրն է, Հա 10 չէ՞։ հա, նամբերի մասին խոսք չկա։ Չէ, եթե տարբերությունը երկու օբյեկտների միջև Դու վալյուները այսինքն քերը դիհամ։ Եթե առաջի Չէ, վալյուն ասում։ քերը չես համադրում, մենակ վալյուներն ես համադրում։ Այն խնդիրը դա, նայեք, ճո, լավ, եկեք մի հատ օրինակ կազմեմ, Եթե առաջի օբյեկտի մեջ 4 հատ վալյու կա, որը նման է երկրորդ օբյեկտի 4 հատ վալյուին, նույնն է։ Հա, բայց եթե բացակայում են ինչ եք համադրում, կա կամ չկա։ Դրանք չես ինքը ուզում է տարբերությունը հասկանա, կա ինչ տարբերություններ կա իրենց մեջ։ Բայց ինքը նայեք, հարցածում հաշվի առնելով միայն արժեքները, որոնք գոյություն են առաջին օբյեկտում, բայց բացակայում են երկրորդում։ Եթե բացակայում է, արդեն ինքը false է տալու կծնի։ Պրոստը մեր խնդիրը ոչ թե true false տալն է այստեղ։ Այստեղ արդեն մենք ինֆորմացիա պետք է հավաքենք, ինֆորմացիա պետք է ուղարկենք։ Հա? Այն նախորդ խնդիրը գիտես ինչ էր, այնի պետք է պատասխանեի հա կամ չէ։ Այստեղ հա կամ չէի բան չի, էլի։ Այսինքն նայեք, ժողովուրդ, երբ որ այնտեղ ասում է արժեքների բանով, հա, B-ն ինչ-որ թիվ, C-ն ինչ-որ թիվ, լավ եկեք սենց գրեմ, հա։ Ժողովուրդ, այս մարդը ասում է կապ չունի K-ը ինչ է։ Ասում է դու արժեքները նայ։ Էսի պարտադիր չի, ժողովուրդ ջան, տեքստը լինի, կարա թիվը լինի։ Սենց թվերը բաները կարա լինի։ Այս մարդը ասում է եղբայր, ոչ թե խնդիրը ոչ թե ասում է K-երի մեջ, ասում է K-երը ինչ ուզում է կարա լինի։ Ասում է դու նայ ես օբյեկտների տարբերությունները, այսինքն արժեքների տարբերությունները, ասում է, այսինքն տես սրան երկուսում է օրինակի համար սրանից կա թե չկա։ Մի իր ասած այս երկրորդ մասը գիտեք ինչն է, ասում է եղբայր, նայ տես A օբյեկտում ինչ կա, հա, նայ, երկու հատ օբյեկտ է տվել, ասում է տիկ ջան, նայ A-ի մեջ, A օբյեկտի մեջ, արա լավ եկեք առաջի երկրորդ օբյեկտ ասեմ, հա, եթե առաջի օբյեկտում կա ինչ-որ 45 արժեք, ասում է գնա տես, եթե երկրորդ օբյեկտում է 45 կա, մի տուր էդ եկեք։ Մենք երրորդ օբյեկտը պետք է հավաքենք, ժողովուրդ, այսինքն նայեք, ժողովուրդ, երկու օբյեկտից մենք պետք է ստանանք մի հատ թազա օբյեկտ։ Գիտես ինչ արժեքներով, մենակ այն արժեքներով, որոնք որ A-ում կան, B-ում չկան։ Պատկերացրինք, չէ՞։ A-ում կա, B-ում չկա։ Բանը, այն տարան անկապն է 56 է։ Իտոգում մեզ որպես այս օրինակի վրա մեզի վերադարձնելու է ժողովուրդ ջան, հետևյալը։ Վերևից եկեք է, ներքևի Մենակ վերևից։ չեմ դու վերադարձ։ VV-ն 56 է։ Առաջի օբյեկտի, ըստ առաջի օբյեկտի։ Վերադարձնելու է։ Հա, մենակ առաջի օբյեկտինը։ Ըստ առաջի օբյեկտի։ Ըստ առաջի օբյեկտի, մենակ չեմ։ Այսինքն ինքը ցեն, հա, այտենց եղավ, հա, ժողովուրդ ջան, ճիշտ եք ասում, մենակ ցենա վերադարձնել։ Այսինքն մի հատ օբյեկտ եմ ստանալ, որտեղ էսի է։ Ջան, Վարոս ջան, էսի։ Եթե բաները իրար հավասարեն, այս վալյուները իրար հավասարեն, Այսինքն պետք է ունենանք երկու զանգված։ Զանգված։ Պրինցիպի։ Չէ, մի հատ ֆունկցիա կգրենք, որտեղ կլինի մի հատ օբյեկտ, Ասում եմ հələ get difference։ Չէ՞։ տարբերություն է գտնենք։ Այո։
թափ թազա սիրում պուպուշ օբյեկտ սարքեմ, չէ։ Գրեմ new obj, հա, sense գրենք, թազա օբյեկտ, դատարկ։ Ահա։ Ինչ էր սպասում obj1, obj2, չէ։ obj2, okay։ Եկեք կակրած ժողովուրդ ջան, այս անու բենել տամ իրան, ինչ կասեք, կանչելուց։ Ահա, ան ու բեն տամ, հա, ովքեր են ան ու բեն։ Վերջի բան չի վերադարձնի, Վերադարձնել բա։ Այս մասը պատի հասկացաք, չէ՞ զուտ վերևների պահել ժողովուրդ։ Չէ, չշփոթվեք, էլի։ Վալıq ջան, այս ֆունկցիան կարամ այստեղ կանչեմ։ Ֆունկցիան որտեղ ուզել եք կարող կանչել։ Ինքը միշտ եթե մի մակարդակա։ Չի ասի խաղացրել եմ, էլի։ Ինչ լուրջ հարցերով խոսք։ Ինչ է։ Աբլիսիոնը վերջի։ Հա։ Այդ ինչի՞ չիծեցի օբյեկտները։ Էս տարան ներքև դստել։ Okay, ժողովուրդ ջան։ Գնացինք։ Ժողովուրդ, մի եկեք միասին որոշենք։ Ահա, բեն պետք է վերևից։ Սրանց որտեղ գրնի ուղղակի նենց ավելի տեսանում։ Դա զուտ որ ֆունկցիան վերևն է գրում դրա համար տարբեր։ Աս for k new object, եթե new object-ը դատարկ է։ Դատարկ է։ Չէ, հրաժարվում։ Let k obj-ը։ If Ինչ կասես։ new obj հավասար է։ Բայց մենք բան ունենք, ասեցի, այդ object-ը անի մեջի k-ը հավասարեցնենք Նայեք, k-ի վրա մի հիմնվեք, որտեղ Վալյուներն է պետք։ նայեք, այստեղ k-ը ընդ օրինակի համար էս մեկը բանա a-ա, չէ, ինչ է գրել։ D-ա խոսքի, բայց մյուսը էս D-F-ա խոսքի, էլի։ Այսինքն մենք մի րոպե սա բանով կարող անենք։ Ինչո՞։ Այդ առաջինը обычный մենակ վալյուները հանում դուս, մենակ վալյուները։ Առաջինը միշտ վալյու կա, let value of objective values object make K-ը կորցրիր։ K-ը մի չսա։ Դու ինձ օբյեկտ պետք է վերադարձնես K-ով։ Նայ, դու ինձ sense բան պետք է վերադարձնես Գուրգեն ջան։ Այսինքն մի հատ օբյեկտ C ու բան, աբս։ Թե դա ո՞նց է, ուրեմն let k of object make։ Այսինքն դու առաջարկում ես մենք for frank object առաջինի վրա։ Քանի որ ժողովուրդ համաձայն եմ ինչի, որտեղ մեր հիմնական համեմատության առարկան դա ան-ա, ոչ թե b-ն։ Դե եթե b-ի վրա էլ ֆրայք այդ for-ը մեկանոյն բաներ ստացվել։ Քանի որ ինքը ինձնից ուզել է i-ի բաները։ Նայեք, բայց տարբերություն չկա, որի վրա էլ համատեք, կարեք վերջում մի տողը կարեք կանգնեիք i-ի վրա։ Չէ, գիտես ինչի, ինքը ասում է տես i-ի մեջ ինչ տարբերվող բաներ կա։ Համաձայն եմ, ես չեմ ասում չէ։ Ես ասում եմ, որ դուք հիմա այդ նույն for-ը ֆրայք բանի վրա, մեկը դուք համեմատելու եք, մեկը մեկի հետ, չէ։ Ան-b-ի հետ համեմատելու եք, չէ։ Համեմատելու եմ, բայց հա, համեմատելու։ Դե եթե համեմատելու եք, ի՞նչ տարբերություն գումարին է տեղափոխել։ Համաձայն եմ, բայց այսի մի քիչ սպეციფიკա։ Հեսա արի լուծենք ու տեղերով փոխենք Վիկտորը ջան ֆորերը։ Դրանք աշխատում է թե չէ։ Okay։ Ահա։ Պատկերացրիք, չէ՞ ոնց եմ ասում վերջին ոնց լուգենք։ Okay։ Просто for-ի անունը կփոխենք սակայն օբյեկտը խոսքի։ Ժողովուրդ ջան, որոշեցինք, որ for-ը frank առաջի այո, one-ի վրա, առաջի օբյեկտի վրա վալեր ջան, քանի որ հիմնական համեմատության գաղափարը հենց առաջի օբյեկտն է։ Ուրեմն for let k of obj1 Եկեք հələ ուղղակի վալյուները լոգ անենք, չէ՞։ Console log obj1-ի, չէ՞, obj1-ի Քարոքսի փակակցեր k-ով, չէ՞։ Սենց չենք օբյեկտից։ 45 Կանչել եմ ֆունկցիան ժողովուրդ։ Տիկ ջան, դու որ ճամփով ես հետո 35, 34։ Text is for undefined։ Այս undefined էս բանին։ Հա, այս բանից է, հա։ Բան, մի որ ստացա, դե բան ինչ-որ փոփոխականի մի։ Ջան։ Չէ։ Բայց պետք է համալիրը բան ունենա, չէ։
Okay, հեսա համեմատի թիվ է Դատարկի ստացվում։ մեջ ենք, հա, դատարկի հետ կարող։ Ինչ եք ուզում համեմատեք։ Ժողովուրդ, Նայեք, այն նախորդ խնդրի վրա մի գնացեք։ Նախորդ բանի վրա խնդրի վրա մի գնացեք։ 45-ը ոնց համադրեմ 45-ը։ Եթե հավասար չեղան իրար, դու քիչը նրա մեջ։ Նայ, ամեն անգամ ես բայց դուք երկրորդ ասում եք օբյեկտի վրա մեկի պետք է վրա եք ֆռամ։ համեմատում։ Ամեն անգամ ես երկրորդ օբյեկտի վրա պետք է ֆռամ։ Նայ, օբյեկտա, չէ՞։ Եթե k-երի մասին գնար խոսքը, ժողովուրդ ասեր այն տարբերվող k-երը, ոչ թե վալյուները։ Այս խնդիրը մի քանի գելով ավելի հեշտ կլուծվի։ Հա դու Բայց k-երով հեշտ կլներ, հասկանա, case կա, չկա։ Բայց այս դեպքում վալյուների հետ գործ ունենք, որը որ բարդացնում է մեր գործը։ Հիմա ինչ պետք է անեմ ես։ Մի հատ օբյեկտ է տվելից։ Մի հատ էլ օբյեկտ գուրգենն է ստում։ Ես ոնց եմ այդ խնդիրը պատկերացնում։ Ուրեմն հիմնական օբյեկտը տվել է Վիկտորիան, B օբյեկտը տվել է Գուրգեն։ Հիմա Վիկտորիայի տված օբյեկտի մեջ հերթով վերցնելու եմ արժեքները։ Չէ՞ ոչ թե k-երը, այլ արժեքները։ Ոնց էլ անում ենք հիմա, չէ՞, վալյուները հերթով վերցնում ենք։ Ահա։ Հիմա առաջի k-ի մեջ Վիկտորիա ջան գրած էր 45 արժեք։ Գնալու է։ Դուք k-ն եք գրել, պետք է վալյուն համեմատեին։ Վալյուն եք համեմատում։ Օբյեկտի մեջից վերցրել եմ ըստ k-ի։ Նայ ես։ K-արի այն ABC-ն սիստեմ։ D, B, C։ K-ը բանն է, Վիկտորիա ջան, ուղղակի հենց k-ն է։ Իսկ եթե ունեմ օբյեկտը, ունեմ k-ը, կարող վերցնեմ ջան։ K-ը, սա, K-ը կարա օրինակ նոր տարի։ Հա, նոր տարի։ Երևի k-ն է։ Հա, օբյեկտի նոր տարի։ Okay։ Հա, լավ, բախել էր։ Okay, հիմա տեսեք։ Ուրեմն հա, ինչ էի առաջարկում։ Ասում էի օրինակ ես 45-ը որ վերցնեմ, ժողովուրդ։ Մի հատ գնամ Գուրգենի տված օբյեկտի մեջ հերթով արժեքների մեջ մանգնեմ։ Այսինքն Բայց դա կստացվի որ դուք երկու օբյեկտներն եք ինձ համեմատում։ կներես, Առաջինի արժեքները երկրորդի մեջ մի հատ է ուրիշ ֆոր այս ու մենակ վալյուների վրա։ Հա, վալյուներն ապա։ Մենակ վալյուներ անենք, դու մեծ ֆորի մեջը ֆորն է։ Հա։ Ուրեմն for let value of object get value object որ վալյուները մենք ոնց անենք։ Նայ։ Թե մեզի նայ։ Ժողովուրդ ջան, իմ հիշում եք object values-ը։ հա փոփոխականով անենք։ Object values-ը հիշում ենք։ Ինչ էր անում։ Վերադարձում էր զանգված օբյեկտի արժեքներով։ Նայեք։ Հա, ճիշտ է։ Հա, ո՞նց չէ, հիշեցի։ Object Ժողովուրդ, ուրեմն ինձ ես հիմա կպահեմ այս երկրորդ օբյեկտի, դա սամգոս չպետք է գրեի, դիք ջան, նայ, ուրեմն օբյեկտի, երկրորդ օբյեկտի վալյուները կվերցնեմ, կպահեմ նա զանգվածի մեջ։ Հա? Եկեք մի հատ կոնսոլ անենք, որ տեսնենք ով հետ գործ ունենք, հա? Համաձայն եք։ Հա տեսնենք, էլի ով է այս second values։ Ժողովուրդ ջան, քանի որ, սարքեցի զանգված։ Էսի երկրորդն էր։ Նա։ Երկրորդը սարքել եմ զանգված։ Ուրեմն այստեղ for Այս արժեքներով զանգված է Վիկտորիա ջան։ letterն այս բանը second value Գուրգեն ջան, կգամ կասեմ եթե։ Ուրեմն second values-ը includes անում object 1-ի նոր տարի k-ով արժեքը։ Վիկտորիա ջան, եթե կա երկրորդ օբյեկտում դրանից, չէ՞։ Եթե կա, այստեղ ստուգել եմ, արդյոք երկրորդ օբյեկտի գիտեք այստեղ ինչ արեցի, տրյուկ արեցի ժողովուրդ ջան։ Իմ հարմարության համար, բալուրջ ջան, վերցրեցի Վիկտորիա ջան, սարքեցի զանգված, ապրես, մենակ վալյուներով զանգվածը վերցրեցի, որ հեշտ աշխատել։ Գիտես ինչի, արդեն կգրեմ 5 կետ include կպրծնեմ, էլի շատ է պետք է սանգնեմ դասացարանքի մեջ։ Չէ՞։ Որ երկրորդ ֆորը դե մի բան դրակել, չսիրեւի։ Հա, դե չէ, էլի կաշխատել, Վիկտոր ջան, լրիվ տոշ կաշխատել։ Պետք է արվի։ Ստեղ չէ, մենք ընդհակառակը պետք է այս new OBJ-ն որ սարքել ենք, բայց պետք է ասեմ, եթե include չի անում։ Այսինքն նա ինչ եմ ասում, եթե այդ արժեքից
object value-ի Չի մեջ պարունակում։ չկա իմ օբյեկտի մեջ, new object-ի մեջ։ Նույն նոր տարիքեով, չէ՞։ Նոր տարիքեով հավասար է արժեքը տամ էսի չէր արժեքը ժողովուրդ։ Չէ, հավասար է հավաք։ Հմ։ Ջան, հեշտության համար արեցի Վալոսյան, զանգված սարքեցի իրան։ Որտեղ զանգվածի չտարի, Հեշտ է։ ավելի հեշտ է։ Ինքնուցով կարայի հեշտ ստուգեի Վալոսյան։ Բայց Հա։ եթե չունենայինք այդ հնարավորությունը, որ իրան զանգվածը ոնց ենք համատելու։ Ֆորկը գրեի ներսը մի հատ էլ։ Հեսա տանք։ Ներսը ֆորկը գրեի կպրծեմ։ Հեսա կգրեմ կտենի։ Մի հատ ֆորա պետք է։ Ժողովուրդ, հələ ասեք այս մասը պատկերացրեք թե չէ։ Էդի հա։ Հա, ասել եմ եթե չի պարունակում։ Հասկացա, որ հակառակ գրեիք, այ հիմա չէր լինի։ Հակառակ գրեիք արդեն ստուգել են երկրորդ առաջինի մեջ։ Հակառակը մեզ այ ապրես, հա։ Այ ապրես։ Հա, օքեյ, էսի հասկացա, բայց օրինակ եթե չունենայինք զանգված ովքեր հնարավորություն։ Էսա լրիվ ուրիշ ձևով կգանք ուրեմն։ Հա։ Նո այդքան էլ լրիվ ուրիշ չէ, ժողովուրդ, պրոստը ներսում եմ։ Տեսեք ստացվավ։ Մենակ ցեն եկա։ Հա, որտեվ ինքը ինչ արեց, ասեց ախպեր մի հատ տես, այս օբյեկտի մեջ այդ value-ն, այս մասը պատկերացրիք ինչ եղավ։ Ես նոր օբյեկտից մեջ նույն k-ով, նույն արժեքով բան պահեցի։ Հա, բայց Վալոս ջան, մենակ այն բարգայում, եթե երկրորդի արժեքներում չկար այդ արժեքից։ Okay։ Ահա։ Հիմա ասում եմ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով լուծում ենք ուրիշ տարբերակներ։ Ինչն է կոմենտել։ Հա, եկեք ճնջում եմ։ Այն վերևի զանգված։ Առաջի ֆորը պետք է։ Էս էլ եմ ճնջում, ճիշտ ես ասում։ Էս եմ ճնջում։ Մի հատ էլ ֆորք ֆրանկ։ Ինչ է անելու Վիկտորիա ջան։ Ամեն անգամ վերցնելու եք մի հատ թիվ այդ զանգվածից, այդ օբյեկտից։ Գնա երկրորդ օբյեկտի մեջ հերթով մանգվի, ճիշտ է։ Չէր գնալու հատապտնայի։ Հա, բայց պատկասել, այդպես քերը կարող ստուգեն, բաբալին հերքունց։ Հա, կետ վալյուս է կարելու։ Չէ, վալյուս չենք կարանում դիտել։ Պետք է նայ։ Console log new object, չէ։ Նոր տար։ Ինչը։ Էսի։ Հիմար պատուհանը։ Ալերտոտ բանը։ Ալերտի պես բան էլ։ Չօգտագործվող հիմարություն։ Console log new object նոր տար, okay։ Նա դե for from ներսում ժողովուրդ։ Let second k, հա, of in object Չէ, էս էլ ուրիշ ձևով ենք գալել object values, ժողովուրդ ասում են, բա որ չունենայիք այդ object values-ը, ինչ էր դնել։ Շատ հետաքրքիր հարց է։ Ահա։ Ժողովուրդ, ինչ եմ արել այստեղ։ Տպել եմ ուղղակի առաջի օբյեկտի արժեքները, չէ՞։ Ցիկլ եմ ֆրացել, տպել եմ իր արժեքները։ Բա երկրորդ ֆորով ինչ եմ արել։ Այս երկրորդ ֆորով էլ ժողովուրդ ջան, տպել եմ բանինը, Վալոս ջան, երկրորդ օբյեկտի արժեքները։ Եթե Object-ի մեջից վերցնեմ second k-ով, չէ՞։ Լեկեք մտ տպենք, նայենք դենանք։ Նայեք ժողովուրդ ջան, ուրեմն Ես ինչ է այս ամուսանները։ Console log ես արել, բայց ուրիշ ձևի է։ Return Return ես արել, ուրիշ բան ես կանչել։ Ուրիշ ձևի ես կանչել, հա՞ դիտը։ Արա new object եմ գրել, object 1-ի վրա պետք է անել, որտես console log-ը։ Պատկերացրիք։ Հա, սխալ է գրել պրոստը։ Հիմա ինչ է ալնում, ամեն թվի համար, ժողովուրդ ջան, 45։ Էսի առաջի զանգվածի առաջի օբյեկտին է։ Այս 3 հատը արդեն երկրորդին է։ Հաջորդ թիվը այս նույն 3 հատը։ Հաջորդ տարը այս նույն 3 հատը։ Նայ։ For-ը, այս մյուս for-ը, երկրորդ օբյեկտի վրա ֆրացած է for-ը։ Գնացեք այնտեղ բան հարցնեմ։ Հիմա 45-34 տարվա հիմնակ կգնաք այնտեղ, չէ, Google-ը։ Բա, հա, օքեյ։ Բա դա ինչի՞ է մի հատ մի տարից հետո շարունակում։ Ինչի՞ է մի հատ OBJ 1-ից հետո OBJ 2-ից հետո։ Ճիշտ է։ Նայ, հիմա նայ։
Երկրորդ ցիկլը որտեղ եմ գրել ժողովուրդ։ Մեջը։ Մեջը։ Հավասարը շարած կիսատա թողով։ Բայ ցիկլը, հալավ ցիկլը։ Մինչև ներսի ցիկլը չպրծնի, հաջորդին չի անցնելու, չէ՞։ Այսինքն էսի երկար ժամանակ մնում է նույն թիվը։ Մինչև այս ներսի երկրորդին է ֆրը։ Որպեսզի ժողովուրդ ջան, կոնսոլ լոգերը ձեզ օգնելու փոխարեն չսկսեն խանգարելը, գրում ենք 1, հա։ Մեսիջ կարակ գրեք ժողովուրդ ջան, 8։ Ես օրինակ շատ եմ օգտվում սրանից։ Նայ, սենց արդեն կիմանանք։ Նայ, ուրեմն այս եկել է 1-ի թիվը 45, մնացածը 2-ինն է։ Նորից 1-ի 34-ն է, մնացածը 2-ինն է։ Պատկերացրիչ չէ, Վալեր։ Հիմա ինչ եմ անելու։ Շատ հեշտ, հասարակ ձևը։ Բայց ժողովուրդ, հələ մի րոպե։ Բանի ո՞նց եմ ստուգել։ Հադիկ։ If եթե նրա value-ն այս ինչն է, Okay։ մի ավելը, թող չավելանա այստեղ։ Եթե այդ ինչն է, թող ավելանա։ Առաջի դեպքում կասի նույնը կասի չկա, առաջի դեպքում վերցնի, կասի չկա, դեպքերում կասի չկա։ Ինչի՞։ Որտեղ վերցնում է դեմից 45-ը ու B-ի միջից ստա վայրուները։ Գտա 45-45-ին հավասար է առաջի անգամ այդ գործողությունը չի կատարի, գտա 45-ը 34-ին հավասար չի, գցել է մեջ։ Դե անվերջանալի բան է։ Նույն չէ։ Բանը մի րոպե, ստուգելու առաջին հավասարը անցնելու առաջ։ Հա։ Ստուգելու առաջինը երկրորդին հավասար չի։ Մնում է S-ի դերսս գրել, մտնելու միանգամից փուշան։ Այսինքն հերիքա ինքը մի հատը հավասար չլինի իրա, այսինքն պատահականության սկզբունքով կարող է որոշները աշխատի։ Պատահական։ Դու չես կարող ռեկել անել, որտեղ դու տեղերը չգիտես, ինքը չգիտես որտեղ է։ Իրոք այդ առումով հիմա խնդիր ունեմ։ Դե ուրիշ ճողով ես գալի, թե մեր հետ ես գալի։ Ես գալի։ Հա։ Հա, օքեյ։ Հիմա նայեք, ըստե միացած խնդրի առաջ ենք կանգնել, պետք է for ենք վրացել, որ երկրորդի մեջից վերցնենք։ Բայց ժողովուրդ, հիմա for-ը ունեմ, արժի վրացի սաղ ձերից տակ, հա, բայց չեմ կարող լուծել հիմա։ Եթե մեջտեղ կան չէ իրա։ Ես թվերը։ Հա։ Եթե հավասար է NS-ի մեջի ինչ է դրանում։ Մենք OBJ2-ի ոնց արարեցիք դուր չի անում։ Հավասար չի, բան մի է։ Զանգված չունեմ, որ ինքլյուցով կամ ինչ-որ բան։ Այդ OBJ-ի առանցքավից նորմալի։ Սենց է, չի ասում ալուց։ Ահա։ Այնտեղ այդ հավասարի տեղը մենք ուրիշ բան հավասար չի։ Բա եթե հավասար չի գրես, էլի մի հատը ճիշտ տալնելու, ասածը սխալ։ Եկա չի աշխատելու, պրոստը հեսա գրենք, նայ, Վալեր ջան, պատվուխը որտեղ է, նայ, ինչի սենց չէին գալի, էլի, ուրեմն նայ, OBJ2-ի արժեքը վերցնեմ, չէ, համատենկում հետ, Վիկտորիա, առաջինինը, չէ, այս 1-ի հետ, Վալեր ջան, նայ, ասում եմ, եթե հավասար չի, չէ, սենց, եթե հավասար չի, գցի բանի մեջ, չէ, նի OBJ-ի մեջ, նի OBJ-ի, նոր տարիքեյով, հա, ավելացրու մեջը, այս արժեքը, ճիշտ է, կարող է քերը շատ խուճուճ եղավ խճճվեցիք ժողով։ Եկեք գրենք K1, հա, եկեք K1 դնեմ, հա, K1, հա, okay, Ալեր ջան գիտես չէ հիմա ինչի ասխալ աշխատելու, ուրեմն 45 է, հաջա։ K1-ում ես օբյեկտի մեջ, պետք է առաջինի K-ովը դնեի, չէ, առաջի օբյեկտի K-ովը, դրա ման եմ K1-ը օգտագործել, C պետք է դնեմ, չէ, D պետք է դնեմ, ճա, բա, համեմատությունը մին այդ, գրեցիք, որ եթե OBJ2-ն հավասար չի OBJ2-ի ինչ-որ տար, չէ, ինչ-որ տար, ցիկլից, ինչ-որ արժեք, հավասար չի, ըհը, այդ դեպքում, մի OBJ-ի մեջ, մեր դատարկ օբյեկտի մեջ, հա, մի հատ K պետք է սարքեմ, հա, նույն արժեք,
Էսի պետք է հետ գցեմ տեղը ժողովուրդ ջան։ Օրինակ։ Հա։ Զուտ դրա համար։ Հա։ Հետ դնելու համար։ Բայց դե բնականաբար միանշանակ սա սխալ է, չի աշխատելու։ Ասեմ ինչ, նա ինչ ես անում։ Եկեք հենց թվերով նայենք։ Առաջինը ինչ էր վերցրել Վիկտորիա ջան, 45։ Վալեր ջան, տենում ես այս թվերը։ Ինչ անելու, Գալվաստուգյասի 45-ի 45։ Կա այնտեղ։ Ասելու հա, կա։ Գնանում եմ հաջորդ, ցիկլը շարունակվում է, չէ՞, լավ, օքեյ, կարող է բրեյք անես, բա որ այս 45-ը այս առաջինը չլներ։ Ջոգի, չէ, ելներ 34-45, գալու էր տենար 45-ը հավասար չէ 34-ի տիկ, գնալու էր ասել որ հա չէ ախպեր, նույնը չի, բան դե, տանել էր մի անգամից զանգվածի մեր ծախից բրծնի։ Հավուս մտենք։ Մեր Խաբաղական պայ, ուր դեր։ Մի անգամ գնաց նորից։ Գնացի։ If չանենք։ If-ը պետք է, Վիկտորիա ջան, մեզ, բայց մի քիչ ուրիշ ձև պետք է օգտագործենք իրեն։ Նախ սա, ինդեքսներ չունի։ որպես հուշում ասեմ, որ սա ստեղ չեմ անում։ Ես կսպասեմ, ժողովուրդ, պետք է սպասեմ ցիկլը ավարտվի, չէ՞, որ ես կոպիտ եմ ասում, գրանցել եք Իվանոս, պետք է սպասեք տենակ անալիզի պատասխաններն, ինչա դեռ գնաք բժշկի մոտ։ Ճիշտ է։ Հիմա մենք չենք սպասում, որ այս ցիկլը վերջանա, վերջնական ռեզուլտատը իմանանք Վիկտորիա ջան։ Մենք միանգամից բան ենք անում։ Ոնց կարելի է։ Ցիկլից դուրս եք գրել։ Հա, ջան։ Ցիկլից դուրս եք տանել։ Հա։ Բայց որ ցիկլից առաջի ներսի ցիկլից դուրս։ Հա, բայց եթե դուք ցիկլից դուրս տանեք, ինքը չի երևա։ Ապես էլ չեմ իմանալու, չէ՞, ոչ իբան։ Հիմա եկեք այստեղ առաջի ցիկլի ժամանակ, նայեք ինչ է կատարվում ամեն անգամ այս ներսի ցիկլը ժողովուրդ ջան իմ անալիզի պատասխաններն են։ Սա է ինձ տալու գոյություն ունի տենց բան, այնտեղ թե չէ։ Պետք է բրծնի, չէ՞ ցիկլը։ Ցիկլը բրծավ, պետք է ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի տեղ պահեմ, դուպլիկատ կա, դե վերջը փոփոխական հայտարարել, որը վերագրում եք ես եկեմ այդ բանն էլի։ Էսի հանեմ դուրս։ Այս Եթե որ հանեց դուրս չի հələ ինչ չի անի։ Ինքը չի, չեն։ Հələ հանում եմ չեմ ձեր տալի, նայ, հələ ձեր չեմ տալի Վիկտորիա ջան։ Սենց է թողում եմ մնա էսի։ Yani սրան հələ հետ կգանք էլի, հա։ Հələ որ եկեք մի հատ էս էր, չէ՞ Վալեր ջան։ Ես պետք է սպասեմ ցիկլը բրծնի նոն ինչ-որ եզրակացություն անեմ, չէ՞ Վիկտորիա ջան։ Այսինքն, եթե ես հանկարծ ցիկլի ընթացքում որևիցե միտեղ գտա կրկնություն Վալեր ջան։ Այդ նշանակում է որ լեդ անալիզի պատասխան հավասար է false։ Ջան, այս անունով հա, բա ինչու հավասար է true, հավասար է false։ Հա? Չէ, ոչ, Վալեր ջան։ Սովորական փոփոխական է։ Ինչ արժեք ուզեմ կտամ։ Ինչի՞ զա դատարկ զանգված կարամ տամ false չեմ կարա տամ։ Հա? Չէ, Վալեր ջան, ինչ ուզես, հա? Վիկտորիա ջան, նախնական բանով, հա, մինչև անալիզները հանձնելը, հա? Մինչև անալիզ հանձնելը, մենք ենթադրում ենք, Գուրգեն ջան, որ այնտեղ չկա կրկնություն։ False են տվել, չկա։ Հա? Բայց հանկարծ ու մի պահի Վիկտորիա ջան, ես գտնեմ, որ կա ամեն դեպքում նման տար, որը որ կրկնվում, հա? Ես այս անալիզի պատասխանը կգրեմ true։ Փոփոխականից ցիկլից դուրս է, չէ՞։ Հասանելիություն ունենալու եմ այստեղ։ Այստեղ, ոնց չէ։ Ցիկլից դուրս։ Հա, ցիկլից դուրս։ Ցիկլից դուրս այդ անալիզին հավատեն K1, K2 K2-ին չեմ ունենալու, բայց K1-ին ունեմ Վիկտորիա ջան, որտեղ K1-ը, նայ, հա, մի շփոթի Վիկտորիա ջան, ես այն մեծ ցիկլից դուրս չեմ եկել։ Հա, որ մեծ ցիկլից դուրս գամ, K1-ը որտեղից ինձ։ Չէ, բանի մեջ է, նայ, երկրորդ ցիկլը ստեղ ավարտվի։ Հա, ցիկլի մեջ է։ Եթե անալիզի պատասխանը եղել է false, չէ՞։ Այսինքն այգի դնեմ sense կրկնություն։ Կրկնություն կա։ Ասում է չէ։ Նախնական ժողովուրդ կրկնություն կան, ասում են false է։ Չէ՞։ Կրկնություն կան false է, բայց հանկարծ մի պահի ես գտնեմ որ կրկնություն կա, Գուրգեն ջան։
Ես այս փոփոխականը կսարքեմ true։ Կրկնություն կան կդառնա ճիշտ։ Ջան, եթե կրկնություն չկա, Վալեր ջան։ Հա, եթե կրկնություն Ինչի՞ չկա։ է else-ով չեք կարող, ինչի՞ եք նորից փոխում։ Առանց if-ի else չեմ կարող գրել։ Բայց if-ի մեջ եք այն դրա։ Հա, գրել եմ հավասար է false։ Դե ինչի դրա մեջ մենք else չեք կարող։ Ինչի համար։ Որ մի անգամ հակառակ դեպք է։ Չէ։ Նայ, հոպա, հակառակ դեպք չկա այստեղ։ Ինձի կոնկրետ այս դեպքն է հետաքրքիր։ Այսինքն նայ, ես պայման կարամ գրեմ, ինչի ես հակառակ դեպքի սպասեմ։ Դե նկատում որ Չէ, ոնց որ իմաստ չկա այդ դեպքում, իմաստ չկա else-ին սպասելու։ Ես կանամ կոնկրետ ասեմ ինձ ինչն է հետաքրքրում if-ին։ Դե որ Մենակ առանց այդ դեպքը ունենայիք դրա։ Մեկը ունենալ, որտեղ else գրել։ Հոդու ես else-ի հետ չես։ Չէ, ես այստեղ ինչ գործ ունեմ, Վիկտոր ջան։ Հա դուք Գիտես, համիջը տեղից ստուգման մասին չեք գրում, Չէ։ դա if-ը։ Գիտես ես ինչ արեցի, ես սպասեցի Վիկտորիա ջան ամբողջ ցիկլս ավարտվի։ Սաղ թվերի վրով ինքը գնա, պատկերացրիր։ Սաղ իմ տրուկը հանդիսացավ այնտեղ, որ ես թողեցի, որ ցիկլս ավարտվի։ Ես ժամանակից շուտ ֆունկցիայի մեջ գլոբալ ենք դրել է ֆորի մեջ։ Ֆորի մեջ։ Առաջի ֆորի մեջ։ Հա։ Եթե կրկնություն չկա, շարունակենք, մենք իրավունք ունենք ստեղծել, թե չէ։ Ինչ անենք։ Դե սխալ։ Ես եթե կրկնությունը հավասար է false-ի, այսինքն եթե կրկնություն չկա, չէ։ Հա։ Ինքը շարունակի դա հաջորդ քայլը։ Ինքը մեկա շարունակելու։ Հա։ Հա։ Ինքը մեկա ցիկլը վերևի շարունակելու։ Ու ինչ լիքրես։ Ես։ Եթե չկա, ուրեմն թող ավելացնի, չէ՞։ Այն օբյեկտի մեջ թալը։ Նորից գանք մի հատ վերևից ներքև։ Հələ գնանք տեսնենք աշխատում է թե չէ գանք, հա։ Հա, Վիկտորիա ջան։ Բայց էլի աշխատեց։ Մի հատ հետ գնացեք Գնաց։ բան հարցնի։ Հիմա բանը մենք մի հատ հայտարարեցինք այդ կրկնություն կան, false։ Հետո ստուգեցինք։ Մի հատ է for եմ խորած։ Կրկնություն կա, նայ, մինչև ներսի Չէ, ցիկլը։ ստուգումն եմ ուզում հասկանալ, որ գրել եք բանը ստուգեցինք երկրորդի մեջ առաջին կա, տենց։ Ստուգել եմ կարողա այդ ցիկլ եմ, չէ՞, ֆռում, երկրորդ օբյեկտի թվերը վերցնում եմ, չէ՞, թվերը արժեքները վերցնում եմ։ Ամեն անգամ վերցրած այս արժեքը Վիկտորիա ջան, համեմատում եմ այն առաջի օբյեկտի արժեքի հետ։ Չէ՞, չեք հիշում այն մեր կոնսոլ լոգը։ 45-ը վերցնում եմ, 45-ը համեմատում եմ։ Համեմատում սրա ու սրա հետ։ Ես սպասում եմ, սա ու սրա հետ ինքը իր գործը վերջացնի, չէ՞, գործը վերջացնի։ Ես պետք է սպասեի, որտեղ ես պետք է սպասեմ ինքը սաղի հետ նայի։ Չէ՞, սա պետք է ստուգի։ Ջան, 45 եկավ վերցրա, մտավ տեսավ հավասար դառա թրու չմտավ։ Այս բանը, այդ if-ի մեջ։ Հետո 45-ը անց։ Հետո 45-ը համեմատեց 34-ի հետ, բայց էլի թրու էր։ Այնտեղ թրու է արել։ Այս if-ի մեջը չի մտնում։ Հենց եկա փոխեց 34-ի համեմատեց, էլի փոխավ բանի։ Նայ 45-ը վերցրա, համեմատեց առաջի 45-ի հետ, ըստ այս երկրորդ ֆորի միջի if-ի թրու դառավ, կրկնությունը դառավ թրու։ Հետո 45-ը համեմատեց 34-ի հետ, չի մտնում այս if-ի մեջ։ Էլի քիչ է մտնելու ներողնա։ Չի, ոչ է։ Չմտավ էլի մինչև վերջ չմտավ։ Հետո եկավ 34-ի հետ։ Մինչև 34-ը ինչ արեց։ Կրկնություն կանստուգեց, եթե false-ա, չէ՞։ Այստեղ բաները մատ սարքես, բայց չէ, պետք է։ Ոնց կարար սարքել կրկնություն կան true։ Առաջի 45-ը չսարքես։ Հա։ Հետո եկավ 34-ը տեսավ, 34-ը չսարքես։ Okay։ Հետո եկավ տեսավ այնտեղ, բայց ամեն անգամ կրկնությունից false-ա դառնում։ Հա, դες ինչի։ Որտեղ ցիկլի մեջ եմ գրել։ Առաջի ցիկլի մեջ է։ Ամեն նոր թիվը գալու։ Ամեն նոր թիվը գալուց ինքը նոր 0-ից։ Գող ջան, ցիկլի կայքը հենց էկա։ Այդ որ ես կտոլը, այդ էլի, որ վերջինքը թրու է, ոնց կարա վերջը false դառնա, այդ իզուտ դրա համար է։ Ամեն թվի համար, այսքանը կատարվում է, ճիշտ է։ Չէ՞։ Առաջի օբյեկտում ինչքան արժեք եղավ, այդքան անգամ այս ներսի գրածը կատարվելու է։ Ահա։
Եթե այս ներսի գրած ամեն անգամ կատարվելու ամեն թվի համար գալու է համարի, որ կրկնություն կան դեմից false-ա, չէ՞։ Հա? Okay, տիկ։ Ես հասկացա։ Եթե այդ force-ի պահը ամեն անգամ ինքը թազա force-ը տիկ ճնաս։ ծծնում, ուրեմն դոշնի։ Let's go there object to second here. Also divine becomes two later. Okay, նայ, տիկ գիտես ինչ դեր խնդիրը, որ ես պետք է սպասեմ ցիկլը սպերծնի, հա, որտեվ առաջի թիվը պետք է գա սրա հետ նայ, հետո այս թիվը պետք է սրա հետ նայ, էսի պետք է սրա հետ նայ։ Մի խոսքով թվում եմ տիկ ջան, որ ինքը սա թվերի հետ հերթով համեմատ։ Ну թվերի չէ ժողովուրդ ջան, հա ինչ ուզեք, չէ՞։ Գնաց տիկ, երբ որ ինչ-որ մի պահի գտնում ա որ համընկնում կա, ասում ա կրկնություն կան true։ Գիտես ինչի, որ ցիկլս վերջանա տիկ։ Ես ներքևում իմանամ կրկնությունի տուգում կար, թե չկա։ Եթե ես ինձ պետք էր որ կրկնություն չլներ տիկ ջան։ Դրա համար գրեցի հավասար է false, Վալեր ջան։ Հա? Վիկտորա ջան, քանի որ կրկնություն կան, ինձ մենակ false-ի դեպքներ հետաքրքիր, չէ՞։ Պետք է չլներ կրկնություն, որ ես թազա օբյեկտի մեջ իրան ավելացնեի, չէ՞։ Ահա։ Լավ չի։ Պետք է իմանը բան է, չէ՞, ներերի հայտարար։ Այ առաջին for-ի, չէ՞, առաջին for-ի քերն է։ Տեսար, Վիկտորա ջան, այս առաջին for-ի քերն է։ Կոպիտ եմ ասում, բայց բանին է, այս I քերն է, հա։ I մեջի քերն է, այդ K բանը, K1-ը։ Second K-ը B-ի մեջի քերն է, որը որ այս բանին տենց ասոդի շատ չէ՞, հա։ Okay։ Հա։ Всё։ Ժողովուրդ ջան, ուրիշ հարցեր կար բանից։ Բայց մի հատ եկեք ֆունկցիաների իրար։ Էսի հեսա նորից գալիս ենք այդ թեման, որտեվ ես տենց իրան կիսատ է թողել եմ այդ թեման, էլի։ Ես այդ ֆունկցիաների թեման կիսատ թողել եմ։ Նույնիսկ դրա մասով տնային չտվեցի, որ բանություն է։ Ծառակի սեզոնը սկսում ա հետել։ Pedro's has two satan, that's much a little bit. Okay. Ես որ ինչ ենք ասնում, իհարկե, շարունակենք այն մեր հին թեման, հա? Եկեք նա տնելով կան։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես այնքան հետաքրքիր թեմա է, ինքը ինքնից շատ հետաքրքիր կիրառություն է ունի, ինքը ինտերեսնի է, լավ ֆունկցիայի մեջի ֆունկցիա, ֆունկցիայի մեջի ֆունկցիա ու այն հերթով կանչելն էլ է կայք, էլի։ Function pop։ Լավ, եկեք սենց function pop։ Նա ֆունկցիա ունեմ, որը ունի pop ու վերևում կա գլոբալ փոփոխական։ Let բոլորի համարը հավասար է օրինակ 50,000։ Let pop-ի թոշակը հավասար է 30,000։ Ջան, կան կոնստ, ճիշտ ես ասում, կավլիցի, ինչ տալ։ Չէ, իրականում ճիշտ է, եթե չեմ փոխել, իմաստ կարա իսավ կոնստ տնի։ Պապին գլուխ հապայ սովետի վաղթով, դրա համար քիչ է տոշակ ստանում։ Չէ, սովետի վաղթով մոնի։ Դրա շատ է ստանում։ Ես գրողս էլ ցավ, ինչ պիտի ստանում։ Մեզ ինչ պիտի ամենը ստանալ չստանալ 36 տանից է կա։ Մենք որ Արամ ստանում ինչ թողում գնամ գործի որ վաղում Դաշակի Նիկային ինչը փողա, գիտես։ 536,000։ Պետք է, իշկա։ 536։ Դիտ ինչը։
Մի տարվա սահմանիշն փողը։ Կենսաթոշակ։ Կենսաթոշակային ֆոնդս 1 տարվա համար ավելացել է 530 Հա, կենսաթոշակային։ Ախպես ստաժով եք տալու քեզի թոշակ։ Նայեք, մենք հիմա կենսաթոշակային ֆոնդ ենք կուտակում։ Ցածը բան։ Թազա չի արդեն հենց։ Կուտակած փողը Այս բանկային քարտին ցույց կտա ես իշխան գիտեմ կենսաթոշակ։ Հա, ես ունեմ 2 միլիոն հավաքածու, բայց դե չեմ կարող անել։ Չէ՞ մի նորից Թոշակարը դառնա։ Հա, մի նորից քամն տվեց փողը։ այդ դու Չես կարող թոշակ անել։ ստանա։ Թոշակարու Բայց որ շուտ տերա լավ չի Ինքը լուր։ միանգամից չես կարողանալ դու իրան։ Հիմա 10 միլիոն ունենաս։ Ինքը բաժանվելու է, ուղղակի ստա մի հատ աբսուրդ երևույթ կա, մարդ ամբողջ կյանքը։ Հա, հենց այդ է։ Այդ կարելի է։ Հա։ Իմանալով հա։ Հա, կարելի է։ Մեկ մենակ մի Բանալը հատ գիտես ինչքան փողը։ 1000 բանալը սովորել։ ծառայելու բանը, հա։ 2 տարին 1000 քանի դրամ է ինչքան է։ 2 տարի նայեք եթե ընդդեմ Ոնց 1000 քանի։ Այդ ստաժը 1000 քանի դրամ է 2 տարի։ Ոյ լուրջ է դասում։ Մի տարի սովորելը տոլի մի տարի աշխատելը 800 դրամ է ինչքան։ Դες կոպեկներ է։ Այդ այսքան օրինակ մի 30 տարի սովորել ես 30 անգամ 800 է։ Գտեն։ Այդքան թոշակ ես ստանում։ Բայց դուք պետք է աշխատելուց էլ պետական աշխատող լինեք, որ ձեր կենսաթոշակային ֆոնդը բարձրանա։ Բարձր Հա, լինի։ գրանցված աշխատող։ Չէ, պետական աշխատող։ Նայեք, պետական աշխատողներին է կրկնակի է լինում։ Իսկ ուղղակի գրանցված աշխատող, այսինքն եթե դու գնաս ինչ-որ ԱՁ-ում տնօրեն էլ աշխատես, քո կենսաթոշակային ֆոնդը չի կարող պետական հաստատություն հավաքարարի ֆոնդից ավելի շատ լինի։ Եթե դու պետական հաստատություն թեկուզ հավաքար ես աշխատում, քո ֆոնդը կրկնակի է ավելանում։ Հենց որ Արամ ջան դու վայս ես սրվում։ Իմ վաղը մի սրտեր չանորոք, պարավ տատի սիրուն տատի լինելու վայս ես սրվում։ Փաստորեն ուզած մենք էլ ենք էլի բան ուտելու։ Բուրազինոյի են կոնֆետներից։ Շագալատ, մագալատ մեծանոց։ Դա օքեյ, ժողովուրդ։ Երեխեքիդ կասես ես վիկային պարկ ես։ Ձեր ապագայում պարկ ես ուտակում։ Դուրին Նիկոլ Պաշի։ Օքեյ, ժողովուրդ։ Պապի թոշակը 30000 է։ Ներսը մի հատ էլ ենք ֆունկցիա սարքում Word-ի։ Դուք ոնց եք անում։ Կամ զավակ։ Իրար տակով ճիշտ ընկնում։ Ինչքան որ զգում ես պետք։ Ընտրով իրար տակը չի ընկնում, էլի գալիս է ամենասկիզբ։ Դուք ոնց եք անում, որ մակարդակ իրարից հետո է լինում։ Նա այստեղից հետո որ enter ծխում մի մոտ ավտոմատ գցում է տակը։ Չեղավ Վիկտորը։ Ուղղակի հետո Մի հատ ջնջելուց հետո Հա։ ջնջելուց հետո չի գցում։ Նա ֆունկցիա զավակ ունենա, ժողովուրդ։ Ֆունկցիա զավակը աշխատավարձ ունենա։ Okay, լավ է սա։ Կոնստ։ Եթե նա կոնստովեր է դեռ կոնստ։ Չէ, փոփոխասի ջայմը։ Ես կարող վալ տղա։ Ջայմը փոփոխելու աշխատավարձը։ Կոնստանտ աշխատավարձը հավասար է ժողովուրդ ջան, եկեք օրինակ լավ 100,000 աշխատավարձ։ Ոչ մեկի աշխատավարձը չի փոխվում։ Հա։ Այս ես մի քիչ խեղճ ընտանիք։ Մինիմալ աշխատավարձ գրի 80։ Հա, մեծ 0 ավել է։ Միլիոն։ Լավ չի։ Չէ, շատ կերնի ոդիկս է։ Մի հատ է ներսում function թորնիկ։ Դպրոցում ծախսում է 300,000։ Այս երեխունը կարող ենք օրինակ բան։ 300 դրամ։ Հա, բուֆետ։ Բուֆետի փող, հավասար է, լավ եկեք, լավ։ Էսի ամսվա կտրվածքով ենք նայում ժողովուրդ ջան, եկեք մի 20000 է երեխուն ամիսը։ Պուշկինի դպրոցն ասում, որ դե հաշվի առ։ Հիմա ժողովուրդ ջան, քանի որ երեխան թորնիկը, հա, ամենավերջինն է այս շղթայում, ինչա դուրս գալիս։ Ուրեմն, ջան, գլոբալը։ Պետության փողերն։ Խապել են ասել են բոլորի համար։ Այդ փողը ոչ մի անգամ։ Էսի չի օգտագործվել։ Հա, ուղղակի ինքը սիմվոլիկ էլի։ Հիմա մի հատ հարց, շարակի ես նստակի։ Հիմա, այս մեր թորնիկը կարա համ իրա պապայի, համ իրա պապի փողերից օգտվի։ Այո։ Բայց պապին մենակ կարա օգտվի իրա փողերից։ Չէ։ Իրա, ճիշտ է, իրա, եւ
բոլորի համարից։ Բաղուց Ես եկեք գրեմ պետության փողերը։ Պապին կարա մենակ պետության փողերից համ օգտվել։ պապուց, համ թորից ոնց ուզում։ Ես ճիշտ հասկացա, Ո՞վ։ զավակը կրնա օգտվել իր պահովի օգոր փողերից, Այո։ բայց հերը մենակ իրավունք ունի օգտվելու պահովի փողերից։ Ու զավակի փողերից։ Չէ, հետո դա որ զավակը համ պապի, համ թորի փողերից օգտվում է, բայց այդ ոնց։ Թորի փողից չի կարող։ Զավակը ում։ Զավակը վերևից ու ներքևից չի օգտվում։ Չէ, ես խասեցի թողնի։ Բայց ես վիդեոյի մեջ մի հատ բան եմ, չէ, մի րոպե։ Ասացիք ինքը այնքը ունիվերսալ է, որովհետև ինքը բոլորից կարող է օգտվի։ Կարող դաշ բացեմ այդ պահը, նայեք։ Բոլորից զավակը թորնիկը հա։ Թորնիկը չէ, ինձ հենց այդ է հարցել, որ ինչի է մեջտեղին է։ Չէ, Վիկտորիա ջան, կարող է ինչ-որ դիվան չգիտեմ, հա, բայց նայ, զավակը ում եկեք վերևից գանք, հակառակը որ շփոթվի։ Զավակը կրնա օգտվի պահովի ու պետության փողերից։ Զավակը թորնիկը կրնա օգտվի բոլորի փողերից։ Այո։ Իսկ պապը իր փողերից ու պետության փողերից։ Այսինքն եկեք մատ զեմի վերևից իջնենք։ Պապը ումից չի կարա օգտվի։ Զավակից ու թորնիկից։ Ապրեք։ Այսինքն այսքան բանը իր համար փակ է։ Էսի մութ է պապի համար։ Բայց մի հատ բան ասեմ, իզևի անմտություն չի, չէ՞ որ այդ ֆունկցիայի միջի ֆունկցիան է ինքը։ Այսինքն իրանից վերցրած ինչ-որ բան է։ Մի հակառակը նայ։ Սովորաբար ոնց է, թորն է ժառանգություն ստանում, ոչ թե պապն է թորի ժառանգություն ստանում։ Ժառանգության բանը բաց թողեք, մի հատ կոդի ֆունկցիայի բանով հասկանանք, նայեք, եթե մենք օրինակ այդ ֆունկցիայի մեջ ֆունկցիային գրել, այդ ֆունկցիան պետք է այն ֆունկցիայից ինչ-որ կախվածություն ունենա, չէ՞։ Ինչու՞։ Հիմա չէ, թեկուզ հակառակ, ի՞նչ տարբերություն, այսինքն մեկը մեկից պիտի կախված լինի։ Կախված է, էլի, հա։ Չէ, Հաջող։ բա դուք ասում եք չէ։ Պապին որ կանչես, պապը կարա զավակին կանչես, զավակին որ կանչես, Բա ասում եք չի կարա օգտվել։ բայց թորին առանց Փոփոխականներից օգտվել չի կարող։ Նայեք, Ժողովուրդ ջան, սենց ասեմ, լավ, նայեք, ուշադիր լսեք այս մասը։ Ուրեմն, անենց է, կոպիտ ասած, տարել ես ամեն ինչը, որ պապը կարա զավակին կանչի։ Չէ՞։ Պապը կարա տղուն կանչի։ Այո։ Նայ, կա, չէ՞։ Ասում եք պապը չի կարա օգտվել։ Զավակի մեջ, ժողովուրդ, մի շփոթեք, զավակի մեջի փոփոխականներին դոստուպ չունի։ Նայ։ Մի րոպե, նկատի ունեք, սենց ասեմ, ճակերտների մեջից գորություն։ Այո։ Դե ճակերտները միշտ բոլորի համար փակ է։ Փակ չի։ Հա, ինչ որ չափով ճիշտ ասում, որպես ճակերտ միշտ կապ չունի, փոփոխականը միշտ փակ է, այլ։ Չէ։ Հարցը մենակ պրոստը ստեղ Որովհետեւ բանով, հա, փոփոխականների բանով նայեք։ Հա, Բայց ըստ Վիկտորիա ջան, հարցը մենակ էս ներսինը չի, հարցը նաև ֆունկցիաների դոստուպն է։ Ֆունկցիաների։ Ախր այդ ֆունկցիան հենց ֆունկցիան, որ գրում են, մենք հենց այդ ճակերտների մեջի եղածն ենք որպես ֆունկցիա օգտագործում, ոչ թե հենց ուղղակի function բառը։ Ամբողջ խնդիրը դա։ Մի հատ սենց հարցնում, զավակը ուներ մի հատ տղա, հա, որը այս պատմության մեջ թորնիկն է հանդիսանում։ Կարա ինքը իր երեխուն կանչի։ Հա։ Եթե պապը Իրա ներսում։ Չեմ հասկանում։ Ինքը իր ներսում։ Հա։ Եթե պապը կանչել Ինքը իր ներսում իրան կարա կանչի։ ինքը կարա, եթե պապը չի կանչե։ Չէ, ես զավակ ֆունկցիան եմ։ Հա։ Ես կարամ թորնիկին կանչեմ, կարամ։ Ունեմ, չէ։ Բայց դուք նույն ձևով զավակը կարող նույն ձևով պապին կանչի։ Չի կարա։ Կարա ոչ չի կարա, որովհետև իրար մեջ Չի կարա։ կարա կանչի։ Դուրս է բերե հայրանից, ոչ չի կարող։ Զավակը պապին։ Հիմի որ գրես այնտեղ կոնսոլով զավակ հագագից, մի հատ փագից որ պապը գա։ Պապը ո՞նց կարա գա։ Նայ, Գուրգեն ջան, հիմա ես կարամ պապին կանչեմ։ Հա պապից հետո կարաս դու զավակին կանչես, բայց զավակը կանչես, հետո պապի կանչես։ Դրանից էլ ո՞նց կարա լինի։ Նայեք։ Զավակ ֆունկցիան։ Եկեք լավ, թորնիկին հրճնջեմ, լավ, եկեք ավելի մեղմացնենք ու նորից գանք։ Մեղմացնելու բան չի, դու առաջ պապը զավակ գրածը պապի մեջ, չէ։ Ինչեւ պապին չկանչես, դու զավակի դոստուպ չես ունենում, չէ։ Դոստուպի մասին չենք խոսում։ Հələ իրան նայ պրոստը տեսանելիության դաշտերում։ Հա։ Մենակ նայեք այս ամեն ինչին տեսանելիության դաշտերում։ Թե չէ դոստուպի առումով հա դու մինչև պապը
քեզ չվերադարձնի զավակին, զավակը չվերադարձնի նրան, այդ դրա մասին չի։ Թող չվերադարձնի, Okay. պապը ինչը, ըմի որ գրեց զավակի մեջ ինչ որ լոգիկա գրեց։ Դուրսը կանչեց զավակ ֆունկցիան։ Ինքը չի երևանում, չէ։ Ես դրա հետ եմ ասում։ Հա, չէ, Եթե դու դու պապը չկա, պապը Ժողովուրդ ջան, հիմա մենակ Okay, Ամի պապը չկա, դու զավակի չես կարող։ Չես տենում զավակի։ հիմա խոսում ենք տեսանելիության տիրույթների մասին, հա? Դե որտեղ ինչ փոփոխական կարա հասանելի լինի, հա? Okay. Այդ չհասեն ես sense եմ հասկանում, որ ճակերտների ներսի արած գործողությունը մենակ իրանց մի հատ վերև է, չէ, կներեք, իրենց մի հատ ներքև է հասանելի։ Ճակերտների մեջ եղած բան, Նայ, sense նայեք հարցի։ Յուրաքանչյուր ֆունկցիա, for, if եւ այլն, ով ուզում է լինի։ Մի մակարդակ է։ Եթե ինչքան խոր եղավ, ինքը իրանից սկսած, մինչև վերջ, բոլորին տեսնում։ Բա հիմա դուք sense ասում եք, որ պապին հասանելի ամենակ իրա պետ բյուջեն ու ինքը։ Ինչի՞։ Բա դա այդպես սխալ է։ Նայ, դրա համար եմ ասում, իրանից մինչև վերև, չեմ ասում ներքև։ Հա, բայց իրա մեջ չա գրած է։ Okay, իրա մեջ գրած է զավակ։ Իրա մեջ գրած է դու կանչի։ Հա, իրա մեջ գրած է զավակ։ Չէ՞։ Եթե տենց է, ուրեմն ընդհանրապես իր բանը, անիմաստ բան է ստացվում ֆունկցիայի մեջ, թե որովհետև եթե ես պիտի առանձին մեկը բոլորին հատ կանչեմ, որ ես տեսնեմ, հեն առանձին կգրեմ, էլի իմաստը որն է իրար մեջ գրելու։ Ասեմ իմաստը որն է։ Ուրեմն նայ, ոնց է, չէ՞ օրինակ, հիշում ես, որ դեպք եղավ, որ մենք տարանք սա string-ի մեթոդներ բան սարքեցինք, չէ՞, օբյեկտ սարքեցինք։ Ու բոլոր string-ի մեթոդները հավաքեցինք այնտեղ։ Հա։ Հիշում ես, չէ՞։ Հիմա պատկերացրու, հիշում ես, որ ասում էի այդ դասի մեջ հենց այդ իմաստային առումով բացատրում էի, թե ինչով է սա իմաստալ, հա? Իհարկե, բարդ է սկզբից հասկանալ նախ ինչի է սա մեզ պետք, չէ՞։ Ինչա սա մեզ պետք։ Մի հատ ռեալ ֆունկցիով ցույց կտակ, որ օրինակ 3 հատ ֆունկցիա է գրել իրար մեջ, բայց ինչ որ խնդրի մեջ կանչել եք օրինակ ամենաներքևինը։ Ինչի համար է ամենաներքևինը։ Հիմա 3 մակարդակով ֆունկցիա է, պապ, զավակ, թոր։ Okay։ Խնդիր ունենք, որտեղ մեզ պետք է թոր ֆունկցիան է մեզ պետք։ Okay, լավ։ Ինչի չեք դուք էտի առանձին ֆունկցիա։ Նայ, չէ։ Առանձին, ինքը էլի առանձին ֆունկցիա։ Բա ինչի է իրար մեջ։ Նայ, ես այս թորնիկ ֆունկցիան գրելու եմ այնտեղ, որտեղ որ իրան օգտագործելու եմ։ Ես եթե իմանամ, պապը պետք է օգտվի այդ ֆունկցիայից, ես սա կհանեմ այս վերևի մակարդակ կդնեմ։ Պատկերացրի՞ր ինչ եմ ասում։ Բայց հենց էլ արդեն կորցրիք զավակի տեսանելիությունը։ Չէ, ոնց, երկու հատ ֆունկցիա ունեմ։ Նայ, ուշադիր նայ։ Երկուսն է իմն են, Վիկտորիա ջան։ Հայրցան պապի մեջ է գրել։ Հա։ Դե այդ ուրիշ բան, բայց այնց մի քիչ շատ է։ Սա ստրուկտուրայի հարց։ Բարդի հարց չի է։ Նայ, ճիշտ ու գրագետ բանի համար։ Այսա ասեմ ինչի։ Օրինակի համար պատկերացնում եք շատ մեծ ֆունկցիոնալություն պետք է գրես, հա, շատ մեծ։ Ուրեմն, այս շատ մեծ ֆունկցիոնալությունը լիքը ֆունկցիաներ է ուզելու, որ դու լիքը ուրիշ ֆունկցիաներ սարքես։ Բայց Վիկտորիա ջան, օրինակի համար այս պապի թորնիկ ֆունկցիան, հա, այս պապի թորնիկ ֆունկցիան կամ զավակ ֆունկցիան, նույն ֆունկցիաները չեն, լրիվ ուրիշ բաներ են անում Վիկտորիա ջան։ Քան մեկ այլ ֆունկցիայի, հա, ուզում ես ես էլ դնում եմ պապ ու պապ 2, հա։ Նայ, ես գիտես ինչի չեմ կարող այս զավակ ֆունկցիան դուրս հայտարարեմ Վիկտորիա ջան։ Որտեղ նույն անունով երկու հատ ֆունկցիա չեմ կարող, չեմ ունենամ նույն մակարդակը։ Ու ես չէի ուզում, որ կոպիտ եմ ասում, բայց այդ իմ զավակ ֆունկցիան հասանելիություն ունեն բոլորը։ Ինչի պետք է իմ զավակին կոպիտ ասած ուրիշները հասանելիություն ունենան։ Հա, բայց եթե այդ զավակ ֆունկցիան, եթե ծրագրավորման բանով ենք, եթե մեր զավակ ֆունկցիան զուտ դեր է խաղում մեր համար ինչ-որ նպատակային գործողություն կատարել։ Okay։ Ֆունկցիաները մեր համար զուտ գործողություն են կատարում։ Իրա տեսանելիության տիրույթ ինչա մեզ անհանգստացնում։ Եթե մենք չիմանանք ու չսահմանափակվի այդ տեսանելիության տիրույթները, Վիկտորիա ջան, բայց մենք հենց գրում ենք որշը մի քիչ նուրբ կհնչի։ Չէ, բայց մենք գրում ենք ինչ-որ բանի համար։ Այսինքն մենք այդ ֆունկցիան օգտագործում ենք կոնկրետ գործողության համար։ Ձեզ ինչ տարբերություն օրինակ այդ ֆունկցիան գրած է
չգիտեմ, առանձին, թե բնալ իրար մեջ եք գրել, որ այդ Porsche ոչ մեկ չի կարող այդ տեսնի։ Նայ, հիմա նայ։ Ուրեմն այս զավակ ֆունկցիան, Վիկտորիա ջան, sense նայ հարցին, որ կարող անենց ֆունկցիաներ անում, անենց գործողությունները կատարում, որը որ սպეციფიკա մենակ այս կտորի համար։ Ես ախոր տենց ուղղակի օպտիմիզացիա չեմ ուտել, մի հատ ինչ-որ Չեմ կարող, եթե ես սրանով սկսեմ խնդիրներ լուծել, вообще չեք հասկանալու ինչա կատարվում։ Սենց որ դու Okay, լավ, սպասի։ չեմ պատկերացնում, անկեղծ չեմ պատկերացնում։ Այդ ինչ հարց լինի ոչ։ Չեմ կարա տենց օրինակի հորինեմ, որտեղ вообще քճճվելու սրա մեջ։ Մաքսիմալ փորձել եմ լեւել parse պայեմ։ Լավ, հələ okay, եկեք ուղղակի սենց անենք։ Հերթով ինչ եմ արել ժողովուրդ ջան։ Թորնիկի մեջ console log եմ, չէ՞ գիտեմ։ Ահա։ Փաստացի ժողովուրդ ջան, այս թորնիկ ֆունկցիան, քանի որ գտնվում է ամենախորքում, չէ՞, ինքը հնարավորություն ունի օգտվել բոլորի փոփոխականներից, ճիշտ է։ Բոլոր փոփոխականներին դոստուպ ունի, թե չունի, Վիկտոր։ Ունի։ Ես էլ գլոբալ եմ, չէ՞։ Պետության փողերին է։ Մի հատ console log գրեմ զավակի մեջ, հա։ Տիկ ջան, զավակը ում դոստուպ չունի, մենակ բուֆետի փողերին։ Երեխու ձեռից Վիկտորիա ջան, ինքը էլ չի կարող բուֆետի փողերը վերցնել, ճիշտ է։ Քո ասած ուրիշ համակարգի նշանների մեջ է, չէ՞ ընկնում։ Չի կարա, չէ՞ ինքը որպես վերևի մակարդակ հասանելություն ունենա։ Ես այդ հասկանում եմ, հələ արեք հերթով գրելով կամ հերթով console log անելով կամ, հա։ Այդտեղ էլ աշխատավարձը։ Էսե, ոչսե։ Okay, եկեք այստեղ կանգ առնենք։ Նայ Վիկտորիա ջան, դուրսը ոչ մեկ չգիտի, որ այս մարդկանց տունը թորնիկ կա, գիտես ինչի չգիտեն։ Հա, որտեղ ինքը Իրանց տեսանելությունը լրիվ ուրիշ տեղ։ Հա, այսինքն դրսից ոչ մեկ չի տենում պապիկի տանը ինչա կատարում։ Հիմա նայ, թորնիկ ֆունկցիան ես անմիջապես դրսից կանչելու իրավունք չունեմ։ Ես նույնիսկ Վիկտորիա ջան, չգիտեմ որ այդ հարիվս ընդեղ կա։ Հա? Այսինքն եթե ուզում եք թորնիկ ֆունկցիան կանչեք, դու սկսեք պապից։ Այո։ Հենց այդ ախր իմաստը։ Նայ, երբ որ բարեկամներից մեկը քո այդ գործ անում, սովորաբար ինչ անում, զանգում են մի հատ օրինակ, տատեի քուրիկը զանգում է տատեին, ասում է բանը, սենց բանկը, տատին զանգում է պապային, ասում է սենց բանկը, պապան վերջում էթում են տուն, ընձի ասում է տատը 10 սենց բանկը։ Պատկերացիք, չէ՞, ցիկլ, այսինքն ժողովուրդ ջան, նորմալ է որ մեծ ֆունկցիան, Վիկտորիա ջան, ես չեմ ուզում, իրոք չեմ ուզում, որ այս ներսից ֆունկցիաները դրսից ինչ-որ մեկը կարողանա կանչի։ Ինչի պետք է իմ ներսի տան ինչ-որ ներսի ֆունկցիա, կոպիտ եմ ասում, հմի տունը միկրովալնով կա դրած։ Այդ ֆունկցիան Ինչի պետք է դրսից մեկը գա սխմի մի ասկա։ Ես կներեմ եմ տեսա։ Մենակ մենք ենք, չէ՞ դու։ Հա։ Մենք ենք ստեղծում։ Հավատա մենք մեր ձեռովը մեզի կրակն ենք։ Հա, բայց մենք ենք ստեղծում ֆունկցիան։ Ֆունկցիան այդ երևի թե ծրագրավորման միակ բանն է, որ դու քո ձեռով 0-ից գրում ես։ Ահա, բա իմ ամբողջ ասած խնդիրը հենց դա դու քո գրածից ինչ ես այդքան վախենում, որ ուրիշը պետք է օգտագործի, որ դու ես գրել։ Վիկտորիա ջան, ասել, որտեվ եթե ես ամբողջ խնդիրը մեծ պրոյեկտի մեջ է։ Հա, okay, մեծ պրոյեկտ է, եթե ես մեծ պրոյեկտ ունենամ, չէ, նայ, ես կարամ շատ մեծ սխալ թույլ տամ մի տեղ ու հսկայական պրոյեկտի մեջից, որտեղ մոտ 4000-5000 ֆունկցիա կա, դու չես հիշելու, որ օրինակ A անունով ֆունկցիա արդեն ուներ ինչ-որ տեղ սարքած։ Իսկ դու վստահ ես, որ եթե դու ես փակ շղթաները չապահովես, Վիկտորիա ջան, դու վստահ ես, որ ահա ֆունկցիան ուրիշ տեղից չի կանչվել։ Օրինակ եմ ասում, նայ։ Ուրեմն երկու հատ մեծ կտոր ունես։ Հա? Չես, նայ, այս սրանով ես փորձում եմ իզոլացնել։ Հա? Որ այսինքն կոպիտ եմ ասում։ Ինչ որ այդ կտորի ֆունկցիան աշխատի ինքը իրանով։ Այսինքն ինքը իր ներսում ֆունկցիաներ ունենա, իրան կանչի, օգտագործի եւ այլն, հա? Դու պետք է չի դրսից զատ, դու ինչ գործն է, դու ներսից թորնիկի մասին իմանաս։ Քո գործը չի այդ։ Դե մի հատ դուրս։ Ահա, արի հիմա նայեք, սենց ենք անում։ Ժողովուրդ ջան, ես գործ ունեմ պապի հետ։ Հա? Հասարակությունը մարդիկ դուրսը գիտեն մենակ ճանաչում են մենակ պապը։ Ախպեր, խիստ մարդ է, ոչ տաղունա դուստով է, ոչ է թորան։ Գիտեն սա, որ ախպեր է, հա, ջղան պապի է։ Հավի նայ, մենակ բոլորը գիտեն, որ այդ պապին գոյություն ունի ու վերջ։ Վիկտորիա ջան, բացի պապից ոչ մեկ չի կարող իրան դրսից կանչի։ Ոչ գիտեն զավակի մասին, ոչ թորնիկի, չէ՞։ Կանչես պապին, պապի console log-ը կաշխատի հիմա։ Պանին թողել է գարաժում։ Նայ, երկու թիվ։ Չէ՞։ Պետության փողն ու պապի թոշակը։
Չէ։ Հիմա պապին ներսում պիտի կանչեք։ Պապին կանչել եմ, հիմա զավակին Վիկտորիա ջան, ես կարամ կանչեմ պապի ներսում։ Չէ, ներքևից որ կանչեք, դրսից որ կանչեք։ Դրսից չեմ կարող կանչեմ։ Ախր Պետք է վերադարձի որ կանչի։ Պետք է Բայց վերադարձի։ ներսի ֆունկցիաներն ինչի է պետք։ Ասեմ, նայ։ Ինչ եք գրելու ներսում։ Ինչ գործողություն եք անելու ներսում, որ սենց տենես պետք չի գալու։ Նայ։ Չէ, կալկուլատոր եմ սարքում։ Հատ էլ ուրիշ ֆունկցիա եմ սարքում, ժողովուրդ ջան, անունը եկեք դնենք, բանկ, հա? Ալա դզեց, ուրեմն նայեք ինչ ենք անում։ Մենք գրենք թե Հաջան։ գրենք թե Կարակ չէ, նայեք, ուղղակի նայեք ժողովուրդ ջան, որ ընդհանուր պատկերացնենք։ Տիկ ջան, ուրեմն երկու հատ բանկ կա, Արչին ու Ամերիա։ Լավ, եկեք Ամերիա չէ, Converse գրեմ, որ անունները չփոխենք անընդհատ։ Արչինն ու Converse։ Ուրեմն Վիկտորիա ջան։ Այն գիտենք, որ յուրաքանչյուր բանկ ունի վարկ տրամադրելու ֆունկցիա։ Բայց ապիդիլոնի բան։ Արչինում վարկ տրամադրելու process-ը լրիվ ուրիշ է։ Երևույթը նույնն է, ֆունկցիա որպես նույնն է։ Ես գիտեմ, որ տեսա ինչ օրինակ եմ, թե հեսա հասկանալու ես, նայ։ Այս Արչինի վարկ տրամադրելու process-ը լրիվ ուրիշ է, բանին է, Converse-ին է լրիվ ուրիշ։ Հիմա ինչի պետք է դուրսը, ինչ որ մեկը իմանա, թե Converse-ը ինչ ձևով է վարկ տալու։ Կամ ինչի դրսից մեկը պետք է տենա, թե Converse-ը ոնց է վարկ տալու եւ այլն, հա? Այսինքն տես, այդ փակ պահելը պետք է պահենք։ Արի ասեմ ինչի, հա? Նայ, ճիշտ ես ասում, դու ես ֆունկցիա գրողը, դու մի կանչի ինտեղ, հա, միտքը։ Կամ այնց արա, որ չկրկնվի։ Հիմա նայ, ես պետք է մի հատ չեմ գրում իրար մեջ, նայ, ֆունկցիաները չեմ գրում իրար մեջ։ Գրում եմ function տրամադրել վարկ։ Մի հատ ֆունկցիա է, չէ՞ ինձ պետք վարկ տրամադրելու Վիկտորիա ջան։ Բայց տեսի չեմ կարող ասես թողել։ Որտեւ Արչինի դեպքում օրինակի համար տոկոսը 10% է, նրա դեպքում 20։ Հիմա ես այս ֆունկցիային կամ ուրիշ անուն պետք է տամ, այսինքն դնեմ տրամադրել վարկ Արչի։ Արչի։ Մի հատ է ֆունկցիա սարքեմ Վիկտորիա ջան, առանձին, տրամադրել վարկ Converse, հա? Converse։ Վիկտորիա ջան, կարա դրսից ինչ-որ մարդ ուղակի գնա, ասի տրամադրել բան, միանգամից վարկ տրամադրել, ինքը իրան արդեն կազմակերպի Արչինից վարկ վերցնի։ Չի կարա, չէ՞։ Պետք է Արչին լինի։ Չէ՞։ Այսինքն տես, բանով գաղափարապես է, դու իտոգում դիմում ես Արչինին։ Արչինը իր ներքին ֆունկցիաները օգտագործելով, այսինքն օրինակ վարկային մասնագետի գիտելիքները օգտագործելով եւ այլն, այսինքն ներքին process-ներ ա դա։ Այսինքն դու նշի, տես ինչի է դա, տես օրինակ որ ասում ենք ինչ իմաստ ունի պապուն կանչելը, եթե ներսի ֆունկցիային դոստությունը։ Բանկես չէ դու գնում։ Այդ նույնն է որ ասես չէ բանկես, մենա միանգամից վարկս կվեկալ եմ, էլ ինչի սա, չէ՞։ Հիմա նայ։ Վիկտորիա ջան, որ ես նախ նայ դաժե գրելա ձևով, կոդի մակարդակով, արդեն փնթի է իմ համար։ Գիտես ինչի Վիկտորիա ջան, որտեվ էսի Վիկտորիա ջան, կապ ուներ Արչինի հետ, այսինքն իր ներքին գործողություններից էր ինչ-որ։ Ես ինչի չտանեմ սրանք ցեմենտը։ Սա էլ կապ ուներ Վիկտորիա ջան, Converse-ի հետ, ինչի չտանեմ իրան։ Դա արդեն կոկիկ է իմ համար Վիկտորիա ջան։ Ես արդեն գիտեմ, որ այս ֆունկցիան Արչինին է, այս էլ բանին է, Converse-ին։ Որ Վիկտորիա ջան, գաս ասես վարկի ֆունկցիայի հետ խնդիր կա, ես առաջի հարցը կտամ, որ վարկի հետ խնդիր կա։ Տիկ ջան, հենց դու ասես օրինակ Արչինի հետ խնդիր կա, ախպերս ես միանգամից կգնամ function Արչինի մեջ ման կգամ խնդիրս։ Ես ինչի ընկնեմ 1000 տեղով, ճոգեմ որտե տենաս, որտե, ահա, որտե կարող խնդիրը։ Չէ՞, պատկերացրիր Վիկտորիա։ Հա, բայց այդ օրինակ այդ ֆունկցիայի մեջ ֆունկցիան հենց իր մակարդակի համար, այսինքն այդ վերևի ֆունկցիայի խնդիրները լուծելու համար է։ Բայց ինչի ենք մենք գրելու խնդիր ստեղծում այդ ֆունկցիայի համար, որ մի հատ էլ լուծում գտնենք։ Որ մասնախնդիր չհասկացա։ Դե հիմա նայեք, դուք օրինակ ասում եք, որ հիմա այդ ֆունկցիան գրում ենք, ներսի ֆունկցիան, գրում ենք բանը, վերևի ֆունկցիայի համար, չէ՞։ Հա։ Տենց է, չէ՞ ստացվում։ Բայց ինչի ենք մենք վերևի ֆունկցիան հենց խնդրով գրում, որ մենք մի հատ ֆունկցիա պետք է այդ խնդիր լուծենք։ Ֆունկցիայի մեջ չենք կարող միանգամ։ Շատ մեծ անելու Վիկտորիա ջան։ Բանկը ինչքան բաժին ունի, չէ՞։ Ոնց կարա կոպիտ ասած վճարում ընդունողը այդքան բան անի։
Ոնց որ համ վարկ տրամադրի, համ կոմունալները մուծի սաղի, համ փոխանցումներով զբաղվի, որ մեկն ան։ Հա, պատկերացրի հիմա իմ ներսին ենթալ ֆունկցիաների ինչի համար։ Բայց իտոգում դուրսը կանչելուց վերևին եք մեն։ Ես գիտեմ արջինի մասին մենակ, ապրե, ես արջինի մասին գիտեմ, Վիկտորիա ջան, մնացածի մասին ես տեղյակ չեմ։ Բայց որ կոնվերսին կանչեցիք, այդ ներսի ֆունկցիայի գործողություններն էլ հետնա գալիս։ Նայած որն ես այդ պահին ընտրում, ենթադրենք, օրինակ, եթե նայ, տրամադրել վար, կատարել վճարում, չէ՞։ Կատարել վճարում, sense գիտեմ, հա, վճարում։ Okay։ Այս նույն վճարումը երկու բանկերում է կա ժողովուրդ ջան, ճիշտ է։ Վիկտորիա ջան, կարող է դու այս կոնվերսիին պարամետր փոխանցենք, եկեք օրինակի համար մենք որոշենք որ ֆունկցիան ենք կանչում։ Եկեք, այս էլ ձեզի պրակտիկ։ Հիմա նայեք, ուրեմն արջինը բան գործարք, չէ՞։ Ահա, մի հատ պարամետր եմ սպասում գործարք։ Համաձայն եք, երկու տեղն է նույնը անում։ Okay։ Հիմա, երբ որ ես կանչում եմ արջին ֆունկցիան, փոխանցում եմ ժողովուրդ ջան, օրինակ վարկ բանը գործարքից տեսակը վարկ եմ փոխանցում։ Գալիս եմ ժողովուրդ ջան, ստուգում եմ, եթե բանկ ես մտե ախպեր, արջին ես մտե, գործարքը հավասար է վարկի, չէ՞։ Ես կկանչեմ որ ֆունկցիան Վիկտորիա ջան։ Տրամադրել վարկ ֆունկցիան։ Կանչեցի։ Չէ՞։ Համապատասխան աշխատակցուհուն գնացի կանչեցի։ Հակառակ դեպքում պետք է չի, ռետուրն ինչ ռետուրն անել։ Ջան, վճարում։ Չէ, վճարումն է։ Նա я վարկով ես եկել, Վալերշա։ Я վճարումով ես եկել, սենց։ Երկու դեպք ես դու քննարկում։ Շատ կարալ։ Հա, այստեղ 1000 կարալ, չէ՞։ Նայ, ըստաց գնացի աս գրածը վարկ, եկա վարկը կանչեց։ Վճարումն է կանչում։ Հետո էլի երսիվ ես ինչի տա ուսանողական վարկի տրամադրում պրինցիպի տարադրամի փոխանակում այնքան Էսի պրոստը պարզացի։ Պատկերացրին Վիկտորը, Վալեր ջան, պատկերացրին։ Okay։ Ժողովուրդ ջան, սա իր իմաստը էն է, որ մեկա, Վիկտորիա ջան, այնքան է մեծանալու քո այդ կոդը, հա, քո այդ մի օբշի գաղափարը։ Բայց ասա։ Հիմա չի կարա այդ երկրորդ ֆունկցիան մեջը գրել փոխան իֆերով է դարձել։ Կա, պրոստը Վիկտորիա ջան, օրինակ եմ ասում։ Եթե ես ուզենամ օրինակ գրել եմ sense շղթայբար, sense երկար բարակ կոդ աստած։ Միանշանակ լրիվ կարաս, բայց եթե ինչ որ դեպքում պետք եղավ որ նորից ֆունկցիայի իմաստը որն է որ դու տեղը եկա, կարողանաս երկրորդ անգամ կանչես։ Որտեվ վարկ տրամադրելուց կարող է դու իրան ուղարկես մի հատ գնա վճարում անի։ Չէ՞։ Բայց վարկի մեջ է դու գերի։ Հա, դու չեմ ուզում պրոստը ավելի խճճեմ, հա։ Տես, այսինքն դու դա որպես ֆունկցիա պահի։ Հա։ Okay, մեկը դու իրան առանձին ֆունկցիա պահի, որտեղ նեկաս պահին, Վիկտորիա ջան, տես կարող ես բանկի ներսում Այսինքն իրականում մեր պրոյեկտներում եւ այլ անթաս ֆունկցիաներով են գործողությունները անում։ Պետք է առանձնացնեմ Վիկտորիա ջան, չէ՞ գժանոց կդառնա։ Այս բանից հետո այս բանը։ Գժանոց կդառնա ժողովուրդը չէ։ Մի ֆունկցիա ես չեմ հասկանում արդեն այդ ֆունկցիան որտեղին է։ Մեկը գալսի ախպեր, չգիտեմ, ես ինչի վճարումը չի աշխատում։ Արա դե արի ու քթի ախպեր ցելի պրոյեկտի մեջ։ Այդ վճարման ֆունկցիան որտեղ ես գրել։ Երկրորդ վատ հարցը տամ։ Արդյոք էսի փոխելուց չեմ տալու սա փչացնեմ։ Բայց Վիկտորիա ջան, երբ որ ես սենց գրեմ ֆունկցիայի մեջ գրեմ ֆունկցիայի մեջով, առանձին պուճուր կտորներով գրեմ, նախ հեշտ կգտնեմ խնդիրս որտեղ։ Ու երկրորդ, տիկ ջան, երբ որ ասեն արջինի հետ խնդիր կա ու ես գամ այս ֆունկցիայի մեջ բան փոխեմ, ես չեմ վախենա, վայ կարող արա միամիտ տամ կոնվերսը փչացնեմ։ Չէ՞։ Վիկտորիա ջան, դու ինչ իմանաս կոնկրետ տեղ ես բան փոխում, ինչ խոսքի ինչ որ ընդհանուր տեղ բան փոխես։ Հա? Գործի մեջ սարսափելի, դու մի հատ պատկերացրեք էլի իրոք խոսքի, ասենք մի հատ հսկայական պրոյեկտ է ու գլոբալ մի հատ ֆունկցիա ես փոխում։ Շո, իհարկե։ Այսինքն հերիքա մի հատ փոքրիկ բան հաշվի չառնեք ու սա հանել եք օթերով պրոյեկտ։ Հա? Okay։ Հիմա պրակտիկ բանով մոտավոր պատկերացրեք, չէ՞, ոնց կարելի է կիրառել այս ամեն ինչ։ Այսինքն պարտադիր չի որ ինչ որ մեկը դրսից կարողանա կանչի։ Պետք էլ չի Վիկտորիա ջան ինձ հետ։ Հա? Ինձ պետք է չի որ ինչ որ մեկը դրսից։ Իմ բանկի հետ գործ ունես, արի բանկ։ Առաջին տողում, առաջին ֆունկցիայի մեջ, որ այն մյուս ֆունկցիաները օգտագործեցիք։ Առաջին ֆունկցիայի մեջ իր մեջի ֆունկցիաները կանչեցիք։ Արդեն դրսում երբ որ մեր ամենաառաջի ֆունկցիան կանչենք, այդ սա կանչած ֆունկցիաների արդյունքն է լինելու։
Մի հատ նորից։ Ֆունկցիա, նայեք, հիմա որ արջինը ֆունկցիա էր։ Հա, Ու արջինի մեջ, ում որ գրեցիք, տրամադրել վարկնել էր ֆունկցիա։ հա, Հետի արջինի մեջ եք կանչել։ ապրես։ Հիմա որ ամենադրսում, երբ որ մի հատ այդ արջին ֆունկցիան կանչեք, Հա, իր մեջի կատարած գործողություններն էլ հետն է գալու։ իհարկե։ Տրամադրել վճարել, հա, արի մի հատ օրինակով նայեք։ Ուղղակի Հիմա կոնսոլը որ դեմ լոգ գրել։ անեք, ուզում ասել սաղ է երևալու։ Արդեն Սաղ իր արած գործողությունները Իհարկե։ արդեն երևալու։ ես ֆունկցիա եմ, չէ՞ կանչում։ Ֆունկցիան ինքը իր հերթին է, չէ՞ ֆունկցիաներ կանչում։ Հա։ Հələ որ կանչել եմ վարկով։ Դա կոնսոլը ելնելու է մենակ տրամադրել վարկը, չէ՞։ Հա։ Դեմից ով է աշխատել Վիկտորիա ջան, Արջինն է աշխատել, ճիշտ է։ Այսինքն գրենք մի հատ վերևը կոնսոլը Արջին, չէ՞։ Արջին բանկ։ Հետո եկամուտների այդ մեջ Դեմից Արջին բանկն է կանչում։ Արջին Հա։ բանկը իր հերթին կանչում է տրամադրել վարկ ֆունկցիային։ Հա։ Տրամադրել վարկ ֆունկցիան կարա իր հերթին ժողով ջան, հա, նայ Վալեր ջան։ Տրամադրել վարկ ֆունկցիան տիկ ջան, կարա իր հերթին է մի հատ կանչի բան, վճարում։ երկու հատ ենթադ բաժին կարա ունենա բիզնես վարկ, չէ՞։ Բիզնես վարկ, չէ՞։ Այ ապրես, կարա ունենա Վիկտորիա ջան, ամեն մեկը լրիվ առանձին բաների, չէ՞։ Տնտեսական վարկ, ուսանողական վարկ։ Գյուղ վարկ, ահա, ժողով։ Այ ուսանողականից դժվար խոսած։ Այս տրամադրել վարկը, սովորաբար հաճախորդին հարցնում է, ասում է, դուք ինչ վարկ եք ուզում, ասում է, պրոմպտը հավասար է, չէ, պրոմպտ բացեմ, տեսակ։ Ցանկալի բացենք։ Իրականում հա, մի հատ պրոմպտ կբացենք, կասենք ընտրել վարկի տեսակը, չէ, օրինակ, վարկի տեսակ։ Հիմա ժողով ջան, եթե այս մարդը ընտրում է, ասում ենք, եթե հարգելիս դու ընտրել ես տեսակը, հա, քո ընտրած տեսակը, Վիկտորիա ջան, հավասար եղավ գյուղ, հա, օրինակ։ Այդ դեպքում ես կկանչեմ գյուղ վարկ ֆունկցիան։ Բայց դե պարամետրը Հիմի հասարակ բան, ինչ պետք էր вообще, որ վճարում ֆունկցիան տեղյակ ելներ գյուղ վարկ ֆունկցիայից։ Վճարում ֆունկցիան вообще կապ չունի, ժողով ջան, այս վարկային կտորի հետ։ Հա, դաժե եթե ինչ որ նախ լավ է նա որ տեսանելիության տիրույթներ ես գիտեմ, որ ախպեր ամեն ինչը կոպիտ այն ոնց են ասում դրան, հիերարխիան, չէ, նա լավ վարկ է։ Թու ալա մի հատ գրագետ բառը դրա համար չեմ հիշում։ Սուբորդինացիա, արա ոնց որ հիշել եմ։ Հա, սուբորդինացիա, չէ՞։ Սուբորդինացիան Աբրես, այսինքն հա, այսինքն սուբորդինացիան ամեն մարդ գիտի իրան այ աբրես։ Իրան Սուբորդինացիան պահելու համար, որ օրինակ եմ ասում, ժողովուրդ ջան, ինչ իրավունք ունի օրինակ վճարման աշխատակիցը, գնա կանչի գյուղ վարկի աշխատակից։ Հա, իրանք իրար հետ պետք է вообще կապ չունեն։ Ну, բան։ Ջան։ Չէ, հենց այդ բանը, որ աշխատանքային բանը պահվի է իրարից միջև, հա, բարև ձեզ, հաջողություն ձեզ էլ։ Հակառակ դեպքում, Վիկտորիա ջան, որը կկանչենք բիզնես վարկերը, օրինակի համար, հա։ Կանչենք վարկը, աշխատացնենք։ Գրեմ ըստ կոնսոլներ, կոնսոլ լոգ, Բայց ես դրսում էի ասում։ վարկ։ Ես ամենադրսում էի ասում։ Երբ որ դուք ամենադրսում կանչեք տրամադրել վարկը, այդ սա խնդիրները կգա։ Ես մենակ արջին եմ կանչել։ Հա, որ արջին կանչեք, սա հետո կգա։ Հա։ Հենց այդ կանչեք։ Գնացինք, հեսա ցեպշկեն տես ոնց է աշխատում։ Մի հատ էստեղ կոնսոլ լոգ կախենք նոր, հա։ Չենք տա բաները, ողջույն, վարկուլի բանը սկրե։ Վարկի սկրե, վարկի տեքնոլոգի։ Պարամետրի որ եկավ տեսավ վարկա, հա, կնիկանչի տրամադրել վարկը, չէ, տրամադրել վարկից հետո պրոմպտը բացել է միանգամից։ Դե քանի որ տրամադրել վարկ ֆունկցիոնը կանչում, հա։ Դե, հա, հա։ Դե գրես գյուղ։ Նայ, մեկ ժողովուրդ, գնացինք։ Ուրեմն, ընտրել վարկի տեսակ։
Ճոգին ինչ եղավ Վիկտորը ջան։ Գրում եմ օրինակի համար յուղ։ Չենք տա յուղ վարկ։ Այսինքն սկզբից կանչեցի արչին բանկը, չէ՞ Վալեր։ Հետո արչին բանկը կանչեց Վիկտորա ջան տրամադրել ֆունկցիան, ուրա, տրամադրել վարկ ֆունկցիան կանչեց։ Էս իր հերթին պրոմպտը բացեց, պայմանը ստուգեց, ասում 1000 դրամից գլուխը կերար, անշուշտ։ Հիմա յուղի դեպքում կանչում է մեկ այլ ֆունկցիա Վիկտորա ջան, իր ներսի ֆունկցիա, հակառակ դեպքում կանչում է մեկ այլ ֆունկցիա, որը էլի պատկանում է իրան։ Ինչքան ժամանակվեց որ կիսապացի Ես սա նայում, փորձում եմ ոչ բան ցեչում եմ։ Այն գիշերվա ժամի 3-ը եկել արում է հրով։ Համարյա տեսել։ Նա տենա Ղարաբաղի արդին չէ։ Երկրաշարժը տենան ոնց ալու։ Երեք, հա։ Որը, երեք ես գացել եմ։ Որ հարգեք։ 6 Հա, 6-ը բայց մերը բանեղած չենք հա, արդեն Մեր էստե գմբետիկի մեջ էլ լավ ճոճում է։ Ստե որ դաժե ավտո է անցնում, վեսան ծանր ավտո անցնում, ճոգում ես, այսինքն ես ուղղած։ Այսքանը հասկացամ, հաստիկ։ Այսքանը հասկացել եք։ Այսքանը ճոգել ենք։ Okay։ Հեսա նայեք, էսի ջնջում եմ, ժողովուրդ։ Այդ ավելի պարզ բան գրենք։ Էս էլ նա հիշենք հաստատ։ Էսի հեշտ բան է շատ գրում, function b function c։ Նույն Վիկտորյան կասի լավ, բայց սրա իմաստը որն է։ Սրա իմաստը իրականում Վիկտորիա ջան չկա։ Հա, էսի միակ բանն է, որ իմաստ չունի, բայց կիրառություն չունի էս ինչ որ էս նորը, որը ցույց եմ տալու, սա կիրառություն չունի։ Հիշում եք տղեկ return-ները, որ բացատրեցի։ Եթե return-ը ֆունկցիա, ուրեմն a ֆունկցիան return-ը անում b ֆունկցիային, Վիկտորիա ջան, չէ՞։ Հիշում ես Վալեր ջան էս։ Վերադասնելն է, չէ՞։ Հա, Էս b-ն էլ return-ը անում c ֆունկցիային, չէ՞։ Հա, լավ բան ես ասում։ Ահա։ Console log c։ Ահա, մի հատ console log b, չէ՞։ Վիկտորիա ջան, ես կարամ մի անգամից ներսի b ֆունկցիան կանչեմ դրսից։ Չէ։ Բայց չսպասի։ Վալեր ջան, ներսի c ֆունկցիան կարամ դրսից կանչեմ։ Չէ։ Ում կարամ ես կանչեմ։ Այն։ Բայց դատումները ինչի՞ համար է։ Արժեք է վերադարձնում, չէ՞։ Return-ը ինչ է։ նկատում ինչի՞ համար է գրել։ Նայ, հիմա a ֆունկցիան իր աշխատակցին գրգում է ու դուրս է շպրտում։ Հա, ուզում եք ասել, որ հիմա երբ որ function-ային է կանչել բնության հետը գան։ Այո, function-ային կանչելուց ինքը կվերադառնի ինձ b ֆունկցիա։ Հա։ B ֆունկցիան էլ որ կանչեմ արդեն։ Հա։ Նոր հետ կվերադառնի c ֆունկցիա։ Հա, բայց դա C պետք է այն ֆունկցիան էլ որ կանչել։ նոր կանչեմ, Չէ կարող առանձին այս բան մեկը չէ մի կարող քիչ կանչել։ return-ի շնորհիվ, այս տրուկը աշխատում է, գիտես ոնց։ Ուրեմն նայ, դուրը ծեծում է, պապը բացում է։ Ասում եմ ես ուզում, ասում ձեր տղուն, տղեն գալիս է, ասում դու ում ես ուզում, ասում իրականում ձեր թորանն է ուզում։ Այդ ձեր երեխուն էլ, այդ ստացվում են պապու թորը։ Ժողովուրդ ջան, մեկը մյուսին, սենց վերադարձնելով եկա։ Եթե որ տենց է, միշտ return կանենք էլի։ Եթե մեզ պետք է ֆունկցիա։ Ինքը որպես պրակտիկ բան սա չի կիրառվում։ Բայց սա հիասքանչ հարցազրույցներին խեղճացնելու, ճնշելու խնդիր։ Հա? Այսպես մի հատ բան են գրում ժողովուրդ, այս Վիկտորիա ջան, 2 3։ Գիտես թե ես սենց արեցի։ 3 հատ ֆունկցիա։ Ան վերադարձրել է ուրիշ ֆունկցիա։ Այս ֆունկցիայի կանչի գնակն է, չէ՞ էսի։ Հա։ Հա, return-ի համար է գերտում։ Return-ի երեսից սա։ Է return-ները չներ Վիկտորիա ջան, ես չէի իհարկե դրսից։ Չի, պրակտիկ չի, իմաստային չի։ Մի մակարդակով երբեմն հնարավոր է ժողովուրդ։ Հա, մի մակարդակով, այսինքն եթե օրինակ ան վերադարձնի ինչ-որ մի մեծ ֆունկցիա, օքեյ, լավ։ Երբեմն պետք է ալի։ Բայց ընդհանուր առմամբ Վալեր ջան, սա իմաստ որպես իմաստ, սա արդեն իրոք իմաստ չունի, հա։ Գիտես ինչ են սենց անում։ Մին 4-5 հատ այսենց իրար մեջ ֆունկցիա են խառը գրում, կանչելը հավայի դնում են, ասում ախպեր դե գուշակի ինչ կլինի է։ Բայց կարող է error լինի։ Ինչի՞։ Ասեմ ինչի։ Որտեղ կարող է օրինակ եմ ասում, b ֆունկցիայի մեջ
B ֆունկցիայի մեջ գրած լինեն ինչ որ նայ C ֆունկցիայի մեջ գրեմ let x հավասար է 5 6 կարող աստեղ գրած լինեն օրինակ ժողովուրդ ջան console log x ու ընկնեք ժամերով մանգակ տենակ ինչն է դիտոստը այսինքն կարա x-ը տպի չի կարա C-ի մեջ է հա ու ժողովուրդ ջան նա ասում է փոքրիկ նյուանսով ձեզ կարանք ցեն շատ հեշտ տուպիկը հա դուք պետք է իմանաք որ ֆունկցիաները սենց կարա կանչվի մենակ են կամ վալրջան return-ը բաց թողած լինեն Նա բաց թողած ունեն դու արդեն կտենաս որ եթե return-ը բաց թողած է Վիկտորիա ջան ուրեմն всё չէ նորմալ իրար տալու գրում է հա բացի այդ կարա խառը գրած լինի պարամետրի վրա շարած է դու այլ հա շատ կարևոր էսի հետաքրքիր բան է ժողովուրդ տեսանելիությունը կարևորը հասկացել ենք ժողովուրդ չենք խառի ինչի է a ֆունկցիան կարող կանչի b ֆունկցիան որտեղ a ֆունկցիայի մակարդակում է հայտարարված ինչի a ֆունկցիան դոստուկ չունի տիկ ջան b ֆունկցիայի ներսի փոփոխականներին որտեղ ինքը չի կարող ունենա որտեղ նա արդեն ուրիշ տեսանելիության մի մակարդակ խորն հա ժողովուրդ ջան կապ չունի ֆունկցիան ֆունկցիայի մեջ է թե ոնց է ինչ է եւ այլն if-ի մեջ ես գտնվում դու for-ի մեջ ես գտնվում դու դոստուկ ունես քեզնից սկսած դեպի վերև ու չկա ընդհանրապես հակառակ Okay, այսինքն Վալեր ջան, եթե դու ունես գլոբալ տիրույթում, դու ունես մենակ հասանելիություն գլոբալ փոփոխականին։ Մոտավոր պատմել եմ ոնց են ման գալի այդ փոփոխականները։ Այսինքն, երբ որ դու ինչ-որ միտեղ գրում ես console log x, որ JavaScript-ի համար բավականին բարդ process է։ Ուրեմն այստեղ JavaScript-ը մի հատ ենթադրենք, պետք է ման գա իր ֆունկցիայի ներս։ Հա? Ման է գալի, բան մասս տերում է, ասպարտ չկա։ Ասում եմ լավ, որ չկա, կանի հենց դուս ման գա։ Մի հատ էլ է հետում, ժողովուրդ ջան, օրինակ այս դեպքում, եթե C-ի մեջ Վիկտորիա ջան դու գրես console log օրինակ եկեք մի հատ գլոբալ փոփոխական բան։ Ուրեմն կարևոր բան մոռացա նորից հիշեցնում, հեսա եկեք էսի անում։ Ուրեմն constant անհավասար է 4 օրինակ։ Console log a, չէ՞։ Գլոբալը, երևալը։ Ապես երևալ, բայց գիտես ի՞նչն է բանը։ Ուրեմն դեմից JavaScript-ը գալիս է, տենում է C-ի մեջ չկա, դելում է B-ի մեջ է ման գալի։ Դելում է B-ի մեջ է անունով փոփոխական չկա։ Գնում է A-ի մեջ է ման գալի։ A-ի մեջ է չի գտնում, ժողովուրդ ջան, հելնում է դուրս ման գալի։ Դուրս ման գալիս է, տեսնում է, գտնում է, ապում է։ Ֆունկցիայի մեջ է գրածությունները, այդ մագարտագում վերածումներ, այդ մագարտագում որ այդ մագարտագում վերածումի կոնսոլը ու ինքը դա տագը հայտարարի բդիչացի, դու ավելի շուտ ես տբում քանց հայտարարելուց, այդտեղ չի ասելու, եթե ֆունկցիայի մեջ չներ։ Ֆունկցիայի մեջ չներ, որ ֆունկցիայի մեջ չի, ֆունկցիան չկա։ A ֆունկցիան կա։ Այդ մագարտագի մեջ հեշտան չկա ֆունկցիայի հետ կա։ A ֆունկցիան կա գոյնը։ Հեշտան չկա ֆունկցիայի հետ կա բաց։ Okay։ Ve ara երրորդի տակ կմես console log a 15-րդում constant a-ս հայտարարում։ Ինքը չի ասի ավելի շուտ ես ականջում, քան թե օգտագործում։ Նայ, եթե տենց լինի, հա, բայց առանց ֆունկցիայի, եթե առանց ֆունկցիայի իհարկե դու իրավունք չունես։ Բայց ֆունկցիան կանչվել է այն պահին, երբ որ փոփոխական արդեն գոյություն ունի։ Հա, չէ՞։ Ես դրա հետ եմ, որ եթե ֆունկցիան կա, ուրեմն իրան ուզում ես գրի ֆունկցիայից դուրս, բայց խելացի տեղ գրի, էլի։ Հա, իհարկե պետք է հասկանաս, գտնի կվերի, եթե առանց ֆունկցիայի ես գրում console log-ը դու իրան ավելի շուտ ես տվում, քան հայտարարել ես, ինքը այդպես չի ասում։ Հիմա ժողովուրդ, մի հատ էլ կարևոր նյուանս։ Վիկտորիա ջան, return-ներով դուրս հանանաս, չէ՞։ Բալեր ջան, եթե return-ներով դուրս ես հանել, փաստացի, տալիս հանես դուրս շփոթիր։ Լավ։ Ուրեմն, ֆունկցիա A ունենք, մի հատ է ֆունկցիա B ունենք։ Ֆունկցիա A-ն վերադարձել է ֆունկցիա B-ին։ Դեմից կանչել եմ ֆունկցիա A-ն, որից հետո return արած ֆունկցիա B։ Չէ։ Let x-ը հավասար է 10 console log ժողովուրդ console-ը բան տպեմ
console log Ալերջան, որ ա ֆունկցիան կանչել մենակ այսքան է console-ում ինչ եմ տենալու Որ ա ֆունկցիան կանչել Մենական 10 Չէ, ա ֆունկցիան մենակ B-ի ֆունկցիոնալ կառուցվածքը։ Հա, ռետուրն է կարել B-ն, ճիշտ է, ուրեմն հա, ռետուրնով B-ն այս ճիշտ է չեն կոդն եմ ես B-ի տենալու ֆունկցիոնալ կառուցվածքը։ ֆունկցիա չէ Հա, որ ռետուրն է դա կարել դրանից է այ հա ռետուրն արածս ֆունկցիան է վերադարձ Ալերջան, բայց որ մի հատ էլ կանչել եկեք սենց չէ այս կանչել Եթե մի երկու անգամ կանչել Վիկտորա ջան Մանալու ամբել մի ապս Չի կանչել։ կանչել Բայց դու այնտեղ ռետուրն ես արել, բայց console log չես գրել։ Ինքը չի կանչելու։ Ան չի կանչել։ ան ռետուրն արել բեյ Հա, բայց բեն ձերից տակալ բայց առանց նայ, որ ինչ որ բան ռետուրս անում, դու console log-ով return անելուց հետո console log-ով չես դիմելու այդ ֆունկցիայի։ Բեյի մեջ գրած է կոնսոլը Այ մի որ console log արեցի, կանչեցի։ Դու return, եթե return-ը գրում ես ֆունկցիայի մեջը, դու դուսը իրան կանչելու համար console log չես օգտագործում։ Իրան որ Արժեքը տենալու համար հա արժեքը տենալու համար, բայց եթե չես դու արժեքը տենաս, դու իհարկե Կոնսոլը զուտ արժեքը տենալու, տելամ ինչ է այդ բան հետո։ հա, Հա? ես Հետո պայելու եմ փոփոխականի մեջ քիչ։ Ալեր ջան, ուրեմն նայեք։ Այս console log x-ը, Վիկտորա ջան։ Փաստացի պատկանում է a ֆունկցիային, ճիշտ է։ Ահա Ուրեմն այս an ուղղակի վերադարձրել է b ֆունկցիային, Վիկտորա ջան։ Բայց դեպքում ոնց եղավ, Վալեր ջան, որ b ֆունկցիան պետք է իմանա ով է x-ը։ Որտե՞ղ է պետք է իմանա։ Դուս են շփրտե իրան։ Որտե՞ղ։ Ում վերև։ Ինքը դուրսն է տանջես։ Այդ ինքը մի մակարդակ վերև տեսնում է Եթե չվերադարձնես, Նայեք, ես եթե B ան բան ֆունկցիան- չվերադարձներ, եթե ան ոչ մի բան Չէ, չվերադարձներ, նայ մենք մենակ ես ինքը դեպքում։ չէր տենալու։ Նայ, Իշկանդեր, եթե ան վերադարձրել է B-ի, ուրեմն B-ի մեջի ինչ կա չկա, ինքը եթե B-ի չէ, հարցս ուրիշ տեղ է կայանում, ջո։ Ասած սենա ոնց է ստացվում, որ Պետք x-ը երևում է x-ը երևում է b-ի մեջ։ Եթե այն դեպքում, երբ որ դու return ես արել գուրգին b փոփոխական, x-ը հայտարարված է a փոփոխականի մեջ։ Նոր դու չասείς, բայց մանա գալի իրա B-ի մեջը չի գտնում, հենու վերև է ման գալի։ Հենը վերև գտել է։ Ում վերև, գլոբալ չեմ կանչել։ Չէ։ Նայ, Չէ, դի գլոբալ չի, այ մեջ է Այս ես դուրս եմ հանել, բայց console log x չի կարել։ Հեն մանա գալի B-ի մեջը չի գտնում։ Okay։ Հետո նայում է ai մեջը գտնում է։ Բայց այ մասին ինքը չգիտի։ Ուրեմն քան խաղորը Իա։ ստեղից է Բայց դուրս է շփրտի ախպերալ իրան։ Հա, բայց էսի խաղ Ինչ որ Բայց այդ Ինքը մեթոդը որդիչի ո՞նց է օրինակի մեջ օրինակ ինքը որդիչի հանդիսանում ստեղից։ Հա, բայց return-ը արած։ Դա դիչ կողմ։ Բայց Դուրս եմ հանել։ Հա, գիտեմ, բայց Չէ, դու հանել ես մի որ դու ես հանել։ Ինքը հասանելիություն չունի դա մեջը։ Էլ ինքը քուլ է սանից, այնպես չէ որ սանից կնաց։ Հասանելիություն չունի։ Հա, բայց այդ x-ը բան չէր, ընդհանուր չէր Այն Գլոբալ չեմ։ չէր Ինքը Մենակ x-ից ai մեջը ընդհանուր է սարանում։ Ai-ից դուրս հեշտմարտու հասանելի չի։ Հիշում եք ոսկի կանոնը որ ասացի։ Հա, Ֆունկցիան ինչպես է։ Հա, ոնց է ձելը բացեք տեսրել, դուք գրել եք Դուք ասում եք ես գրում եմ Բացի տեսրել Այ ջո, տես հարցը որ տվեցի, դուք եթե ինձ ասեիք ոսկի կանոնը, ես էլ երկրորդ հարց չէի կարա տալ։ Ֆունկցիան որը ստեղծ։ Բայց այնքան չուչասի կետի, որ ես մի քանի անգամա ֆրցրի, սխալ բաներ խոսացի։ Բացի տեսրել, Գուրգեն ջան գրում էի, ես լսում էի Դա որ դե ոսկի ֆունկցիա, ֆունկցիա որը ստեղծված է մեկ այլ ֆունկցիայի ներսում, պահպանում է Անկախ իր կանոնից, հա, այսինքն եթե Եվ պետք չլսեցի մեկը տասել Ես էլ կասեմ։ Նայեք, Ժորժ ջան, ուրեմն ամբողջ իմաստը որտեղ է կայանում։ Եթե դու հայտարարել ես օրինակ ֆունկցիա բեն, ֆունկցիա ai մեջ, Վիկտորա ջան, ինքը որտեղ էլ ուզում է կանչել, որտեղից ուզում է իրան կանչել։ Okay, դու կարող ես return անելով գնացել ես, չէ՞։ Return անելով գնացել ես ու իտոգում այնց է ստացվել, որ ֆունկցիան հայտնվել է դրսում։ Հա
բայց ֆունկցիան երբեք չի մոռանում որտեղ է ինքը ծնվել, կարևորը թե որտեղ է ինքը ծնվել, որտեղ է ինքը ծնվել ա ֆունկցիայի ներսում։ Հա։ Ինքը երբեք չի մոռանալու տեղի փոփոխականները Վիկտորիա։ Բայց մի հատ ինքը ես եթե Բայց դի մի ինքը մակարդակում է։ Կապ չունի։ ստեղ C-ն հիշում ես, որ B-ի մեջ է C կար։ Հա։ Եթե C-ն return անե, C-ն հիշելու էր Եվ եւ B-ն B-ի եւ եւ A-ի փոփոխականների մասը։ Հաջող։ ինքը ստեղ է հայտարարել։ Բայց կանչվել է ուրիշներ, Ուրիշներ։ հա, բայց այդ ուրիշները որ կանչվել է, էլի կա X կամ Ինքը թքած ունի դրա վրա։ ինքը մենակ իր ծնողի մեջի փոփոխականներն է։ Գուրգեն ջան, նայ, ես մեր տան երեխան եմ, ես կարամ հյուր գնամ ինչ-որ մեկի տուն։ Բայց այդ չի նշանակում, որ դուք ձեր տանը եք։ Այ մեջը ես X-ը մեր տան ամբողջ ինֆորմացիան գիտեմ, գաղափարապես նույն Կոպիտ ենք, այ մեջի X-ը դուսը չի երևում։ Մենք ասում ենք դուսը ունենք let X։ ու դե ուզում ես ունեցի։ Ինքը առաջի գտածն է ցույց տա։ Ինքը իրանն է մանգա։ Այսինքն նայ Գուրգեն ջան, երբ որ օրինակ ես դուրս եմ գնում ինձ ասում են, նայ, ուրեմն չէ, լսի։ Բանի համար ասում եմ, այ այս ֆունկցիայի a ֆունկցիայի դուրս մոտ է ուրիշ x ունի։ Let x-ը հավասար է 20։ Okay։ Հիմա ինքը հերնում է վերև, եթե չգտա իր բանի մեջը, իր ծնողի մեջը, ինչ բան չգտա։ Եթե չգտնի։ Եթե չգտա, ինքը կվեր։ Եթե գտա այդ անոնով փոփոխական որ դու ուզում ես ինքը ցույց տա, ինքը դիգա վերցնի։ Միշտ ամենամոտիկ։ Հա? Դու ոչ ես ելնելու օրինակ կոպիտ եմ ասում։ Մի բաժակապետ կոչես, հետո մի անգամից դուրս մանգաս։ Դե միշտ կողերդ գնայես, եթե գտնես, հետո նոր կետս կխորանաս, էլ։ Հա? Okay։ Mən valır canım չստիմանա։ Պես նման է, ընդերած դասերի։ Համասան դասերի նման է։ Ապրես որ մասով սա դերը գումարը մանը բաղրն բաղրն դժվար չկա։ Մեկը բան է։ Մեկը դու 5-րդ անգամ ես սովորում Google։ Ինչ է։ Ես ուզում եմ 10 անգամ սովորեմ։ Մտքից դերը։ Կրկնությունը գիտության մայրն է։